Երբ իրավաբանները բացեցին անվտանգ տուփը, նրանք գտան մի փաստաթուղթ, որը կործանեց ամեն ինչ։ Պայմանագիր, որը ստորագրվել էր 1991 թվականին, երբ Վանուշ Խանամիրյանը դեռ հավատում էր մարդկանց։ Այդ թղթի վրա կային 3 ստորագրություն, նրա ամենամոտ մարդկանցը, ովքեր երդվում էին պաշտպանել նրա ժառանգությունը։ Բայց այդ նույն մարդիկ, ովքեր արցունքներ էին թափում նրա հուղարկավորության ժամանակ, արդեն հաշվարկում էին միլիոնները։ Ինչպես է հնարավոր, որ լեգենդար երգչի հաշիվներին մնացել էր 0, երբ նրա ձայնը դեռ հնչում էր յուրաքանչյուր հարսանիքում, յուրաքանչյուր ռեստորանում, յուրաքանչյուր տակ-տաքսյում։ Ո՞վ էր այդ 3 մարդը։ Ինչու էին նրանք թաքցնում իրական եկամուտները։ Եվ ամենակարևորը, ինչու Վանուշը չիմացավ, որ իր ամենամոտ շրջապատը նրան դավաճանում էր ամեն օր, ամեն ժամ, ամեն ստորագրությամբ։ Այսօր մենք կբացահայտենք այն ճշմարտությունն, որը 30 տարի թաքցվել է փայլուն ժպիտների ետևում։ 1970-րդ թվականների վերջերը Երևանը ապրում էր երաժշտության ոսկե դարաշրջանը։ Փողոցներում հնչում էին Վանուշ Խանամիրյանի երգերը, եւ երբ նա հայտնվում էր բեմում, ողջ դահլիճը սառչում էր։ Նրա ձայնը չէր պատկանում այս աշխարհին, այն ավելի շուտ հիշեցնում էր հին հայկական աղոթքները, որոնք բարձրանում են լեռների գագաթներից դեպի երկինք։ Բայց քիչերը գիտեին, որ այդ ձայնի ետևում թաքնված էր մի մարդ, ով սովորել էր ժպտալ նույնիսկ այն ժամանակ, երբ սիրտը քարացած էր ցավից։ Վանուշը ծնվել էր Գյումրիում 1948 թվականին, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել եւ յուրաքանչյուր ընտանիք ապրում էր հացի կտորի համար։ Նրա հայրը Գրիգոր Խանամիրյանը աշխատում էր գործարանում, իսկ մայրը Սիրանուշը կարում էր հագուստներ հարևաններին, որպիսի երեխաները քաղցած չմնան։ Բայց փոքրիկ Վանուշի մեջ արդեն ապրում էր մի բան, որը չէր տեղավորվում նեղ փողոցներում եւ մութ սենյակներում։ Երբ նա երգում էր, հարևանները դադարեցնում էին իրենց գործերը եւ լսում։ 14 տարեկանում Վանուշը առաջին անգամ բարձրացավ բեմ Գյումրիի մշակույթի տանը։ Այդ երեկո դահլիճում կային ընդամենը 50 հոգի, բայց երբ նա սկսեց երգել Գարունե երգը, բոլորը լռեցին այնպես, կարծես ժամանակը կանգ էր առել։ Դահլիճի անկյունում նստած էր մի մարդ, Արամ Խաչատրյանը, ով այդ ժամանակ համարվում էր Երևանի ամենահզոր պրոդյուսերներից մեկը։ Նա եկել էր Գյումրի փնտրելու նոր տաղանդներ իր թատրոնի համար, բայց չէր սպասում, որ կգտնի ադամանդ։ Համերգից հետո Արամը մոտեցավ Վանուշին եւ ասաց. «Տղա, քեզ 3 տարի պետք է, եւ դու կդառնաս Հայաստանի ամենամեծ ձայնը»։ Վանուշը նայեց նրան իր մեծ սև աչքերով եւ պարզապես գլուխ թեքեց։ Նա չգիտեր, որ այդ պահից սկսվում էր ճանապարհ, որը կտանի նրան դեպի փառք, բայց նաև դեպի անդունդ։ 1961 թվականին Վանուշը տեղափոխվեց Երևան։ Արամ Խաչատրյանը վերցրեց նրան իր հովանավորության տակ եւ սկսեց ձևավորել նրա կարիերան։ Առաջին ամիսները Վանուշը ապրում էր Արամի բնակարանում, փոքրիկ սենյակուկում, որտեղ պատուհանից երևում էր Արարատը։ Ամեն առավոտ նա արթնանում էր 6-ին եւ սկսում վարժություններ։ Ձայնը պետք էր դարձնել ավելի ուժեղ, ավելի ճկուն, ավելի կատարյալ։ Արամը խիստ էր, երբեմն անգամ դաժան։ Երբ Վանուշը թույլ էր տալիս սխալ նոտա, Արամը գոռում էր. «Դու կարծում ես, որ բեմը ներում է սխալները։ Բեմը ուտում է թույլերին»։ Բայց Վանուշը չէր բողոքում։ Նա հասկանում էր, որ Արամը ճիշտ է։ Այս աշխարհում տեղ կար միայն լավագույնների համար, եւ նա ուզում էր լինել լավագույնը։ 1962 թվականի գարնանը Վանուշ Խանամիրյանը առաջին անգամ երգեց Երևանի օպերայի թատրոնում։ Այդ երեկո դահլիճը լի էր մինչև վերջին տեղը։ Եկել էին նաև Հայաստանի մշակութային էլիտայի ներկայացուցիչները, ովքեր ուզում էին տեսնել այն հրաշքը, որի մասին Արամը չէր դադարում խոսել։ Երբ Վանուշը ելավ բեմ, նիհար, մութ մազերով, մեծ աչքերով, որոնք կարծես տեսնում էին ավելին, քան պետք է, դահլիճում լսվեց շշուկ։ Նա թվում էր չափազանց փխրուն այդ հսկայական բեմի համար, բայց երբ նա բացեց բերանը եւ սկսեց երգել «Իմ Հայաստան» երգը, դահլիճը վերածվեց տաճարի։ Մարդիկ լացում էին, առանց ամաչելու, առանց թաքցնելու արցունքները։ Վանուշի ձայնը խոսում էր նրանց հոգու հետ, այն հիշեցնում էր կորցրած տունը, մահացած մայրերին, երազանքները, որոնք երբեք չիրականացան։ Երբ երգը avարտվեց, դահլիճը մի քանի վայրկյան մնաց լռության մեջ, եւ հետո պայթեց ծափահարություններով։ Մարդիկ կանգնեցին ոտքի եւ ծափահարեցին 10 րոպե անընդմեջ։ Վանուշը կանգնած էր բեմում շփոթված, չհասկանալով թե ինչ էր պատահել։ Նա պարզապես երգել էր այնպես, ինչպես միշտ, բայց բեմից դուրս, հենց այդ պահին, Արամ Խաչատրյանը նստած էր իր գրասենյակում եւ հաշվարկում էր թվերը։ Նա գիտեր, որ հենց նոր ստեղծել էր աստղ, եւ աստղերը շատ արժեք ունեն։
Նա արդեն պլանավորում էր համերգաշրջագայություններ ողջ խորհրդային միության տարածքում՝ Մոսկվա, Լենինգրադ, Կիև, Թբիլիսի, Բաքու։ Վանուշ Խանամիրյանը պետք էր դառնար ապրանքանիշ, եւ Արամը պատրաստվում էր վաստակել այդ ապրանքանիշից։ Բայց Վանուշը դեռ չգիտեր, որ փառքը միշտ գալիս է գնով, եւ այդ գինը երբեմն ավելի բարձր է, քան ցանկացած մարդ կարող է վճարել։ Ո՞վ էր իրականում Արամ Խաչատրյանը։ Ինչպիսի պայմանագիր էր նա պատրաստում երիտասարդ երգչի համար։ Եվ ինչու Վանուշը երբեք չտեսավ այդ պայմանագրի իրական տեքստը։ 1963 թվականից 1969 թվականներն էին Վանուշ Խանամիրյանի կյանքի ամենաերջանիկ տարիները, թեև նույնիսկ այդ ժամանակ նրա ժպիտի ետևում արդեն թաքնված էր մի ստվեր։ Նա երգում էր ամեն երեկո, երբեմն 2 համերգ մեկ օրում, եւ ամեն անգամ դահլիճները լի էին մինչև վերջին տեղը։ Մարդիկ գալիս էին տարբեր քաղաքներից, միայն լսելու համար այդ ձայնը, որը կարծես բուժում էր հոգու վերքերը։ Բայց ինչ էր տեղի ունենում բեմից հետո, երբ սափսարչում էին սոֆիտները եւ լռում էին ծափահարությունները։ Վանուշը վերադառնում էր իր հյուրանոցային համարը կամ Արամի տուն, եւ այնտեղ նա դառնում էր պարզապես Վանուշ, 21 տարեկան երիտասարդ, ով կարոտում էր տունը, մորը, Գյումրիի նեղ փողոցները, որտեղ բոլորը ճանաչում էին նրան։ Արամ Խաչատրյանը վերահսկում էր Վանուշի կյանքի ամեն մանրուքը։ Նա որոշում էր, թե որ երգերը պետք է երգի, որ հագուստները պետք է կրի, նույնիսկ թե ում հետ պետք է խոսի։ Դու հիմա հանրային դեմք ես, ասում էր Արամը։ Քո ամեն քայլը, ամեն խոսքը կարևոր է։ Մի մոռացիր, որ մարդիկ քեզ սիրում են, բայց նրանք նաև կարող են ատել, եթե դու թույլ տաս սխալ։ Վանուշը հավատում էր Արամին, որովհետև Արամն էր, ով նրան բերել էր այստեղ, ով նրան դարձրել էր աստղ։ Բայց ներսում, խորը ներսում, Վանուշը սկսում էր զգալ, որ ինչ-որ բան սխալ է։ Նա երբեք չէր տեսել իր պայմանագիրը, երբեք չէր հարցրել, թե որքան գումար է վաստակում իր համերգներից։ Արամը ասում էր. «Մի անհանգստացիր դրա մասին, ես հոգ եմ տանում ամեն ինչի մասին»։ Եվ Վանուշը լռում էր։ 1965 թվականի ամռանը Վանուշը հանդիպեց Լուսինեին։ Նա աշխատում էր Երևանի ռադիոյում որպես խմբագիր եւ եկել էր Վանուշի հետ հարցազրույց անելու։ Լուսինեն էր 24 տարեկան, շագանակագույն մազերով եւ կանաչ աչքերով, որոնք փայլում էին խելացիությամբ եւ հումորով։ Երբ նա մտավ ստուդիա եւ տեսավ Վանուշին, նա ժպտաց եւ ասաց. «Ուրեմն դու ես այն հայտնի Վանուշ Խանամիրյանը, որի համար կանայք կորցնում են գիտակցությունը»։ Վանուշը շփոթվեց եւ կարմրեց։ Նա չէր սովորել այդպիսի ուղիղ խոսքերին, բայց Լուսինեի ձայնում չկար ծաղրանք, միայն անկեղծ հետաքրքրություն։ Հարցազրույցը տևեց 1 ժամ, բայց Վանուշին թվաց, որ անցել է միայն 10 րոպե։ Նրանք խոսեցին երաժշտության, Գյումրիի, երազանքների մասին, եւ երբ Լուսինեն հեռացավ, Վանուշը հասկացավ, որ առաջին անգամ իր կյանքում զգում է ինչ-որ բան, որը նման էր սիրո։ Նրանք սկսեցին հանդիպել գաղտնի։ Արամը չպետք է իմանար, որովհետև նա արգելել էր Վանուշին ունենալ հարաբերություններ։ Աստղերը պետք է մնան անհասանելի, ասում էր նա։ Բայց Վանուշը չէր կարող դիմանալ։ Լուսինեի հետ նա զգում էր իրեն ազատ, իրեն ինքը։ Նրանք հանդիպում էին գիշերները, Հրազդանի ափին, եւ Վանուշը պատմում էր նրան այն բաների մասին, որոնք երբեք չէր ասել ուրիշ ոչ ոքի։ Նա խոսեց իր վախերի մասին, այն զգացման մասին, որ նա չի պատկանում իր սեփական կյանքին, որ նա դարձել է մարիոնետ, որը պարում է, երբ ուրիշները քաշում են թելերը։ Լուսինեն լսում էր եւ բռնում էր նրա ձեռքը։ Վանուշ, ասում էր նա, դու ունես իրավունք լինել երջանիկ, դու ունես իրավունք ապրել քո կյանքը։ Բայց Վանուշը գլուխ էր թափում։ Ես պարտական եմ Արամին, ասում էր նա ինձ ամեն ինչ տվեց։ 1966 թվականի աշնանը Արամ Խաչատրյանը իմացավ Լուսինեի մասին։ Ոչ ոք չգիտի, թե ով պատմեց նրան, բայց մի երեկո նա կանչեց Վանուշին իր գրասենյակ եւ փակեց դուռը։ Ես լսեցի, որ դու հանդիպում ես մի աղջկա հետ, ասաց Արամը, եւ նրա ձայնը սառը էր, ինչպես սառույցը։ Վանուշը փորձեց բացատրել, բայց Արամը ձեռքը բարձրացրեց։ Ես քեզ ասել եմ կանոնները, շարունակեց նա։ Դու պատկանում ես բեմին, դու պատկանում ես հանրությանը, քեզ չի թույլատրվում ունենալ անձնական կյանք, մինչև դու չդառնաս այնքան մեծ, որ կարող ես թույլ տալ դա քեզ։ Վանուշը զգաց, թե ինչպես է բարկությունը բարձրանում նրա կրծքում։ Առաջին անգամ իր կյանքում նա ուզում էր բողոքել, ուզում էր ասել Արամին, որ նա սխալվում է, բայց նա տեսավ Արամի աչքերը, սառը, հաշվարկող, անողորմ, եւ հասկացավ, որ եթե նա խոսի, նա կկորցնի ամեն ինչ։ Այնպես որ նա լռեց։
Բայց այդ լռությունը սկիզբ դրեց ինչ-որ բանի, որը դանդաղորեն սկսեց քայքայել Վանուշ Խանամիրյանին ներսից։ Նա շարունակեց երգել, շարունակեց ժպտալ բեմում, բայց բեմից հետո նա սկսեց խմել։ Սկզբում դա էր մի բաժակ կոնյակ, նյարդերը հանգստացնելու համար, հետո 2 բաժակ, հետո ամբողջ շիշը։ Լուսինեն փորձեց օգնել նրան, բայց Վանուշը հեռացավ նրանից։ «Ես չեմ կարող քեզ տալ այն, ինչ դու արժանի ես», ասաց նա նրան վերջին հանդիպման ժամանակ։ «Ես արդեն վաճառել եմ իմ հոգին»։ Լուսինեն լաց եղավ, բայց Վանուշը շրջվեց եւ հեռացավ։ Նա չտեսավ, թե ինչպես Լուսինեն կանգնած էր անձրևի տակ եւ նայում նրա հետևից, չտեսավ, թե ինչպես նրա սիրտը կոտրվում էր։ Արամ Խաչատրյանը գոհ էր։ Նա կարծում էր, որ խնդիրը լուծված է, որ Վանուշը հասկացել է իր տեղը, բայց նա չէր նկատում, թե ինչ էր տեղի ունենում իր աստղի հոգու մեջ։ Նա չէր տեսնում, թե ինչպես Վանուշը դանդաղորեն սկսում էր կորչել իր սեփական հաջողության ստվերում։ Եվ երբ 1969 թվականին Վանուշ Խանամիրյանը ստացավ Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչումը, ողջ Հայաստանը տոնեց, բայց Վանուշը նստած էր իր սենյակում եւ լաց էր լինում։ Նա հասել էր գագաթին, բայց զգում էր, որ կորցրել է ինքն իրեն։ Ո՞վ էր այդ մարդը, որը նայում էր նրան հայելուց։ Ո՞վ էր այդ Վանուշ Խանամիրյանը, որին սիրում էին միլիոնները, բայց ով չէր կարող սիրել ինքն իրեն։ Եվ ամենակարևորը, ինչպես էր հնարավոր, որ նա, ով երգում էր սիրո եւ երջանկության մասին, ինքը չգիտեր, թե դրանք ինչ են։ 1970-րդ թվականները բերեցին նոր դարաշրջան Վանուշ Խանամիրյանի կյանքում, բայց ոչ այնպիսին, ինչպիսին նա երազել էր։ Նա արդեն 40 տարեկան էր, եւ թեև նրա ձայնը դեռ հզոր էր, նրա աչքերում արդեն երևում էր հոգնածությունը։ Հոգնածություն անվերջ համերգներից, հոգնածություն ժպտալուց, երբ ներսում ամեն ինչ ցավում էր։ Հոգնածություն լինելուց ինչ-որ մեկը, Ով նա չէր։ Արամ Խաչատրյանը դեռ վերահսկում էր նրա կյանքը, բայց այժմ նրանց հարաբերություններում հայտնվել էր լարվածություն։ Վանուշը սկսել էր հարցեր տալ, հարցեր գումարների, պայմանագրերի, իրավունքների մասին, եւ Արամը չէր սիրում հարցերը։ 1971 թվականի ձմռանը Վանուշը առաջին անգամ պահանջեց տեսնել իր ֆինանսական հաշվետվությունները։ Նրանք նստած էին Արամի գրասենյակում, եւ Վանուշը ասաց. «Արամ, ես երգում եմ արդեն 19 տարի։ Ես ուզում եմ իմանալ, թե որտեղ է գումարը»։ Արամը նայեց նրան երկար եւ հետո բացեց մի թղթապանակ։ Նա ցույց տվեց մի շարք փաստաթղթեր, լի թվերով եւ ստորագրություններով։ «Ահա», ասաց նա, «ամեն ինչ այստեղ է։ Դու ստանում ես քո բաժինը, մնացածը գնում է արտադրության, մարքեթինգի, ինձ ծառայությունների վրա»։ Վանուշը նայեց թղթերին, բայց նա չէր հասկանում դրանք։ Նա երբեք չէր սովորել ֆինանսները, երբեք չէր հետաքրքրվել թվերով։ Նա միայն երգել էր։ «Բայց ինչու իմ հաշվին այդքան քիչ է», հարցրեց նա։ Արամը հառաչեց. «Վանուշ, դու չես հասկանում, թե որքան թանկ է պահպանել քեզ այդ մակարդակում։ Համերգների կազմակերպումը, գովազդը, հագուստները, երաժիշտները, ամեն ինչ արժե գումար։ Դու ապրում ես լավ, չես ապրում։ Դու ունես բնակարան, մեքենա, ամեն ինչ, ինչ ուզում ես»։ Վանուշը ուզում էր վիճել, բայց նա չգիտեր, թե ինչպես, այնպես որ նա կրկին լռեց։ Բայց այդ զրույցից հետո Վանուշը սկսեց խոսել մարդկանց հետ։ Նա խոսեց այլ երգիչների հետ, ովքեր նույնպես աշխատում էին Արամի հետ, եւ դանդաղորեն սկսեց հասկանալ, որ ինչ-որ բան սխալ էր։ Բոլորը գանգատվում էին, որ չեն տեսնում իրենց գումարները, որ Արամը միշտ գտնում է պատճառներ, ինչու պետք է վճարումները ուշանան կամ նվազեն։ Մի երեկո Վանուշը հանդիպեց Արթուր Մկրտչյանի հետ, հին ընկերոջ, ով աշխատում էր որպես իրավաբան։ Նրանք նստեցին փոքրիկ սրճարանում եւ Վանուշը պատմեց նրան ամեն ինչ։ Արթուրը լսեց ուշադիր եւ հետո ասաց. «Վանուշ, դու պետք է տեսնես քո պայմանագիրը։ Իրական պայմանագիրը, ոչ թե այնինչ Արամը ցույց է տալիս քեզ։ Եթե դու ստորագրել ես ինչ-որ բան, դու պետք է իմանաս, թե ինչ»։ 1972 թվականի գարնանը Վանուշը գաղտնի գնաց արխիվ, փնտրելու իր պայմանագիրը։ Նա գտավ այն թղթապանակում, որը փոշոտ էր եւ մոռացված։ Երբ նա բացեց այն եւ սկսեց կարդալ, նա զգաց, թե ինչպես սառը քրտինքը ծածկում է նրա ճակատը։ Պայմանագիրը, որը նա ստորագրել էր 1962 թվականին, երբ նա եղել էր միայն 20 տարեկան եւ չէր հասկանում ոչինչ, տալիս էր Արամ Խաչատրյանին ամբողջական վերահսկողություն նրա կարիերայի, նրա եկամուտների, նույնիսկ նրա անվան նկատմամբ։ Պայմանագրի համաձայն Արամը ստանում էր 70% բոլոր եկամուտներից, իսկ Վանուշը միայն 30%։ Եվ ամենավատը, պայմանագիրը գործում էր ողջ կյանքի ընթացքում։ Վանուշը նստեց արխիվի սառը սենյակում եւ զգաց, թե ինչպես աշխարհը պտտվում է նրա շուրջը։ Նա վաճառել էր ինքն իրեն
30 արծաթի դրամի դիմաց, եւ այժմ նա չէր կարող ազատվել։ Նա վերադարձավ Արամի մոտ պայմանագիրը ձեռքին։ «Ինչու՞», հարցրեց նա, եւ նրա ձայնը դողում էր։ «Ինչու դու ինձ չասացիր ճշմարտությունը»։ Արամը նայեց նրան, եւ առաջին անգամ Վանուշը տեսավ նրա աչքերում ինչ-որ բան, որը նման էր ափսոսանքի։ «Վանուշ», ասաց նա, «դու եղել ես ոչինչ, ես քեզ դարձրի աստղ, առանց ինձ դու կլինեիր դեռ Գյումրիում, երգում փողոցներում։ Այո, ես վերցրի մեծ բաժին, բայց ես էլ արեցի մեծ աշխատանք»։ Վանուշը զգաց, թե ինչպես բարկությունը փոխարինվում է ինչ-որ ավելի վատ բանով, հուսահատությամբ։ «Բայց դա անարդար է», ասաց նա։ Արամը ուսերը թոթվեց։ «Կյանքը անարդար է», ասաց նա։ «Դու պետք է սովորես ապրել դրա հետ»։ Այդ օրվանից Վանուշ Խանամիրյանը փոխվեց։ Նա շարունակեց երգել, բայց նրա ձայնում հայտնվեց ինչ-որ նոր բան, ցավ, որը չէր կարող թաքցնել։ Մարդիկ նկատում էին, բայց նրանք կարծանք կարծում էին, որ դա արվեստ է, որ Վանուշը դարձել է ավելի խոր, ավելի հուզական։ Նրանք չգիտեին, որ ամեն երգ էր նրա համար տանջանք, որ ամեն ժպիտ էր դիմակ, որը նա դնում էր, որպեսզի չցույց տա իր իրական դեմքը։ Եվ գիշերները, երբ նա մնում էր միայնակ իր բնակարանում, նա նստում էր պատուհանի մոտ եւ նայում Երևանի լույսերին, եւ մտածում էր, թե արդյոք արժե՞ր այս ամենը։ Արդյոք փառքը, ծափահարությունները, սերը, որը նա ստանում էր անծանոթներից, արժե՞ր այն գինը, որ նա վճարել էր, կորցնելով ինքն իրեն։ Բայց ամենավատը դեռ առաջ էր, որովհետև 1970-րդ թվականների վերջերը Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, եւ այդ փլուզումը բերեց քաոս, որը կփոխեր ամեն ինչ։ Վանուշ Խանամիրյանը չգիտեր դեռ, բայց նրա ամենավատ օրերը դեռ չէին եկել։ Եվ երբ դրանք կգային, նա կհասկանար, որ Ալամ Խաչատրյանը եղել է միայն սկիզբը։ Իրական դավաճանությունը, կան դավաճանությունը, իրական գողությունը դեռ սպասում էր նրան մութ անկյունում, որտեղ թեթակնված էին մարդիկ, ովքեր նա համարում էր ընտանիք։ Ո՞վ էին այդ մարդիկը։ Ինչպես էին նրանք պլանավորում գողանալ ոչ միայն նրա գումարները, այլև նրա ժառանգությունը։ Եվ ամենակարևորը, ինչու Վանուշը չտեսավ դա գալիս մինչև չերուշ։ Անվտանգ տուփի ներսում, որը բանկի աշխատակիցները բացեցին 1996 թվականին, գտնվեց ոչ միայն պայմանագիր, այնտեղ էր նաև մի փոքրիկ տետր, սև կաշվե կազմով, որի էջերը լի էին Վանուշ Խանամիրյանի ձեռագրով։ Դա օրագիր էր, որը նա վարել էր 1981 թվականից մինչև 1985 թվականը։ Յուրաքանչյուր էջ էր ճիչ, գրված թանաքով, բայց կարդացվող արյունով։ Այսօր Արամը բերեց 3 մարդկանց, գրված էր մի էջում։ Նրանք ասացին, որ կօգնեն ինձ ազատվել հին պայմանագրից։ Նրանց անունները Գագիկ Սարգսյան, Աշոտ Գրիգորյան եւ Սամվել Ավագյան։ Նրանք ժպտում էին, բայց նրանց աչքերը սառ էին, ինչպես գերեզմանի քարերը։ Այդ 3 անունները կդառնային անեծք Վանուշի ընտանիքի համար 30 տարի անընդմեջ։ Ովքեր էին այդ մարդիկը, ովքեր մտան Վանուշի կյանք որպես փրկիչներ, բայց դուրս եկան որպես գողեր։ Ինչպես էին նրանք ստեղծել իրավական ցանց, որը բռնեց ոչ միայն Վանուշին, այլև նրա ժառանգներին։ Եվ ամենակարևորը, ինչու ոչ ոք չկանգնեց նրանց ճանապարհին, երբ դեռ ժամանակ կար։ 1981 թվականը Խորհրդային Միության համար էր անկայունության տարի, բայց Հայաստանում կյանքը դեռ շարունակվում էր իր սովորական ռիթմով։ Վանուշ Խանամիրյանը 49 տարեկան էր, եւ թեև նրա ձայնը դեռ կարող էր լցնել ցանկացած դահլիճ, նա զգում էր, թե ինչպես ժամանակը սկսում է իր աշխատանքը։ Նրա հարաբերությունները Արամ Խաչատրյանի հետ դարձել էին սառը եւ պաշտոնական։ Նրանք այլևս չէին խոսում որպես ուսուցիչ եւ աշակերտ, այլ որպես գործընկերներ, ովքեր փոխադարձ չեն վստահում միմյանց։ Արամը զգում էր, որ Վանուշը սկսում է դուրս սողալ իր վերահսկողությունից, եւ դա նրան անհանգստացնում էր։ Մի օր նա կանչեց Վանուշին իր գրասենյակ եւ ասաց. «Ես ունեմ լուծում քո խնդրի համար»։ Գագիկ Սարգսյանը, Աշոտ Գրիգորյանը եւ Սամվել Ավագյանը ներկայացվեցին որպես իրավաբաններ, ովքեր մասնագիտացած էին ստեղծագործական անձանց իրավունքների պաշտպանության մեջ։ Գագիկը 45 տարեկան էր, բարակ, ակնոցավոր մարդ, ով խոսում էր հանգիստ, համոզիչ ձայնով։ Աշոտը ավելի երիտասարդ էր, 38 տարեկան, լայն ուսերով, ով միշտ կրում էր թանկ կոստյումներ։ Իսկ Սամվելը ամենամեծը, 50 տարեկան, ուներ մոխրագույն մորուք եւ աչքեր, որոնք երբեք չէին ժպտում, նույնիսկ երբ նրա բերանը ժպտում էր։ Նրանք նստեցին Արամի գրասենյակում, եւ Գագիկը բացատրեց իրենց պլանը։ «Պարոն Խանամիրյան»,
ասաց նա։ Մենք ուսումնասիրել ենք ձեր պայմանագիրը պարոն Խաչատրյանի հետ։ Այն իրավաբանորեն խնդրահարույց է։ Մենք կարող ենք օգնել ձեզ ստեղծել նոր կառուցվածք, մի կառուցվածք, որը կպաշտպանի ձեր իրավունքները եւ կապահովի, որ դուք ստանաք այն, ինչ արժանի եք։ Վանուշը լսեց ուշադիր։ Նրան դուր եկավ այն, ինչ նա լսում էր։ Վերջապես, մարդիկ, ովքեր կանգնած էին նրա կողմում, ովքեր հասկանում էին նրա դժվարությունները։ Ինչ պետք է անեմ, հարցրեց նա։ Սամվելը ներս մտավ զրույցի մեջ։ Մենք կստեղծենք ընկերություն, ասաց նա։ Այդ ընկերությունը կտիրապետի ձեր բոլոր երաժշտական իրավունքներին, ձեր երգերին, ձայնագրություններին, անվանը։ Դուք կլինեք հիմնադիր, բայց մենք կլինենք տնօրենները, ովքեր կկառավարեն ամեն ինչ։ Այսպիսով, պարոն Խաչատրյանը չի կարող հասնել ձեր ակտիվներին։ Դա լսվում էր իմաստուն, դա լսվում էր անվտանգ։ Բայց Վանուշը չհարցրեց ճիշտ հարցերը։ Նա չհարցրեց, թե ինչու նրանք պետք է լինեին տնօրենները, ինչու ոչ նա։ Նա չհարցրեց, թե ինչ տոկոս կստանային նրանք։ Նա պարզապես ստորագրեց թղթերը, որոնք նրանք դրեցին նրա առջև։ 1982 թվականի գարնանը ստեղծվեց Խանամիրյան արտ ընկերությունը։ Պաշտոնական փաստաթղթերում Վանուշ Խանամիրյանը թվարկված էր որպես հիմնադիր եւ հիմնական բաժնետեր, 60% բաժնետոմսերով։ Գագիկ Սարգսյանը, Աշոտ Գրիգորյանը եւ Սամվել Ավագյանը յուրաքանչյուրը ուներ 13%։ Բայց իրական փաստաթղթերում, այն փաստաթղթերում, որոնք Վանուշը երբեք չտեսավ, կար մի հավելված։ Այդ հավելվածը տալիս էր 3 տնօրեններին ամբողջական վերահսկողություն ընկերության բոլոր որոշումների նկատմամբ։ Վանուշը կարող էր ունենալ 60%, բայց նա չէր կարող որոշել ոչինչ առանց նրանց համաձայնության։ Եվ ավելին, եթե Վանուշը մահանար, նրա բաժնետոմսերը ավտոմատ կերպով կանցնեին 3 տնօրեններին, հավասար մասերով բաժանված։ Դա էր կատարյալ որոգայթը, եւ Վանուշը քայլեց ուղիղ դրա մեջ։ Առաջին տարիները ամեն ինչ թվում էր լավ։ Գագիկը, Աշոտը եւ Սամվելը կազմակերպում էին համերգներ, բանակցում էին պայմանագրերի շուրջ, կառավարում էին Վանուշի ֆինանսները։ Վանուշը ստանում էր իր վճարումները ժամանակին, եւ դրանք ավելի մեծ էին, քան նախկինում Արամի հետ։ Նա սկսեց հավատալ, որ վերջապես գտել է մարդկանց, ովքեր հոգ են տանում նրա մասին։ Նա հրավիրեց նրանց իր տուն, ընթրիքների, երի, տոնեց նրանց հետ, համարեց նրանց ընտանիք։ Նրա կինը Գայանեն, ում նա ամուսնացել էր 1979 թվականին, նույնպես սիրեց նրանց։ Վերջապես, ասում էր նա Վանուշին, դու գտար մարդկանց, ովքեր արժանի են քեզ։ Բայց Գայանեն չգիտեր, որ այդ մարդիկ արդեն սկսել էին իրենց իրական պլանը։ 1984 թվականին Վանուշ Խանամիրյանը տվեց իր ամենահայտնի համերգներից մեկը՝ Մոսկվայի Կրեմլյան պալատում։ Դահլիճը լի էր Խորհրդային Միության էլիտայով, նախարարներ, գեներալներ, արտիստներ։ Վանուշը երգեց 2 ժամ անընդմեջ, եւ երբ նա ավարտեց, ողջ դահլիճը կանգնեց ոտքի։ Այդ երեկոն նա վաստակեց 50,000 ռուբլի, հսկայական գումար այդ ժամանակների համար։ Բայց երբ նա վերադարձավ Երևան եւ հարցրեց Գագիկին գումարի մասին, Գագիկը ասաց. «Վանուշ, մենք ունենք ծախսեր։ Ճանապարհորդությունը, հյուրանոցը, երաժիշտները, գովազդը, քո բաժինը 10,000 ռուբլի է»։ Վանուշը զարմացավ։ Բայց ինչպես, ասաց նա, ես վաստակեցի 50,000։ Սամվելը, ով նստած էր անկյունում, ժպտաց։ Վանուշ, ասաց նա, դու երգիչ ես, ոչ թե հաշվապահ, թող մենք հոգ տանենք թվերի մասին։ Եվ Վանուշը, ով հոգնած էր, ով ուզում էր հավատալ, որ նրանք ազնիվ են, գլուխ թեքեց եւ ընդունեց։ Բայց այդ գիշեր, երբ նա մնաց միայնակ իր ննջասենյակում, նա հանեց իր օրագիրը եւ գրեց. Ինչ որ բան սխալ է։ Ես զգում եմ դա իմ ոսկորներում, բայց ես չգիտեմ, թե ինչ անել։ Ես այնքան հոգնած եմ պայքարելուց։ Գուցե ես պարզապես պարանոիկ եմ։ Գուցե նրանք իսկապես օգնում են ինձ։ Բայց ինչու այդ դեպքում ես զգում եմ, որ ինչ որ մեկը գողանում է իմ հոգին, կտոր առ կտոր։ Այդ խոսքերը կարդալով 30 տարի անց նրա դուստրը Անահիտը կլար այնպես, որ չէր կարող դադարեցնել, որովհետև նա գիտեր, որ նրա հայրը ճիշտ էր։ Նրանք գողանում էին նրա հոգին, եւ նա չէր կարող կանգնեցնել դա։ 1985 թվականին Վանուշ Խանամիրյանի առողջությունը սկսեց վատանալ։ Նա ունեցավ առաջին սրտի նոպան, համերգից հետո Թբիլիսիում։ Բժիշկները ասացին, որ նա պետք է հանգստանա, պետք է դադարեցնի համերգները առնվազն 6 ամիս։ Բայց Գագիկը, Աշոտը եւ Սամվելը ասացին, որ դա անհնար է։ Մենք ունենք պայմանագրեր, բացատրեց Աշոտը,
Եթե դու չերգես, մենք պետք է վճարենք տույժեր։ Դա կործանարկի ընկերությունը։ Վանուշը նայեց նրանց եւ տեսավ ինչ-որ բան, որը նախկինում չէր նկատել։ Նրանց աչքերում չկար անհանգստություն նրա առողջության համար, կար միայն անհանգստություն գումարի համար։ Բայց ես կարող եմ մեռնել, ասաց նա։ Սամվելը դրեց ձեռքը նրա ուսին։ Վանուշ, ասաց նա, մենք բոլորս մի օր կմեռնենք, բայց մինչ այդ մենք պետք է ապրենք, եւ ապրելու համար մենք պետք է աշխատենք։ Այնպես որ Վանուշը շարունակեց երգել, նույնիսկ երբ նրա կրծքում ցավը դարձավ մշտական ուղեկից։ Բայց ամենավատ բանը չէր ֆիզիկական ցավը։ Ամենավատ բանը եղավ այն, ինչ Վանուշը պատահաբար լսեց մի երեկո, երբ նա վերադարձավ գրասենյակ, մոռացած իր ձեռագիրը։ Նա լսեց ձայներ Գագիկի սենյակից եւ կանգնեց դռան մոտ։ Գագիկը խոսում էր հեռախոսով, եւ նրա ձայնը հստակ էր։ Այո, ասում էր նա, մենք պետք է պահենք նրան աշխատելու վիճակում դեռ 5 տարի։ 5 տարի, եւ մենք կունենանք բավական ձայնագրություններ, որ ապրենք մնացած կյանքը։ Հետո եթե նա մեռնի, դա նույնիսկ ավելի լավ է։ Մեռած երգիչները վաճառվում են ավելի լավ, քան կենդանիները։ Վանուշը զգաց, թե ինչպես սառը ալիքը անցնում է նրա մարմնով։ Նա լսեց իր սեփական մահվան քննարկումը որպես բիզնես պլան։ Նա լսեց, թե ինչպես մարդիկ, ում նա համարում էր ընտանիք, հաշվարկում էին, թե որքան ավելի կարող են հանել նրանից, նախքան նա կփլուզվի։ Վանուշը լուր հեռացավ գրասենյակից։ Նա չվերցրեց իր ձեռագիրը։ Նա պարզապես քայլեց դուրս, փողոց եւ շարունակեց քայլել ժամերով, մինչև գտավ ինքն իրեն հրազդանի ափին։ Այնտեղ, որտեղ նա երբեմն հանդիպում էր Լուսինեի հետ, բազմաթիվ տարիներ առաջ։ Նա նստեց քարի վրա եւ նայեց ջրին։ Առաջին անգամ իր կյանքում Վանուշ Խանամիրյանը մտածեց ինքնասպանության մասին։ Ոչ թե որովհետև նա ուզում էր մեռնել, այլ որովհետև նա չէր տեսնում ելք։ Նա գերի էր իր սեփական հաջողության մեջ, իր սեփական անվան մեջ, եւ մարդիկ, ովքեր պահում էին բանալիները, չէին պատրաստվում բաց թողնել նրան։ Ինչպես կարող էր նա ազատվել։ Ում կարող էր նա դիմել։ Ով կհավատար նրան հայտնի Վանուշ Խանամիրյանին, մտավ նրա կյանք 1986 թվականի աշնանը։ Ճիշտ այն պահին, երբ ամեն ինչ սկսում էր փլուզվել։ Նրա անունը Կարեն Պետրոսյան էր, եւ նա ներկայացավ որպես լրագրող, ով ուզում էր գրել Վանուշի կենսագրությունը։ Բայց Կարենը չէր լրագրող։ Նա աշխատում էր Խորհրդային Միության անվտանգության ծառայությունների համար, եւ նրա իրական առաքելությունը հետևել էր Գագիկ Սարգսյանին, Աշոտ Գրիգորյանին եւ Սամվել Ավագյանին, ովքեր կասկածվում էին ֆինանսական խարդախություններում։ Կարենը նստեց Վանուշի հետ մի հանգիստ սրճարանում եւ ասաց. «Պարոն Խանամիրյան, ես գիտեմ, թե ինչ է տեղի ունենում, եւ ես կարող եմ օգնել ձեզ, բայց դուք պետք է վստահեք ինձ»։ Վանուշը նայեց այդ անծանոթ մարդուն եւ տեսավ նրա աչքերում ինչ-որ բան, որը նա չէր տեսել երկար ժամանակ։ Ազնվություն։ Կարենը բացատրեց, որ Գագիկը, Աշոտը եւ Սամվելը ստեղծել էին ամբողջ ցանց, խարդախելու համար ոչ միայն Վանուշին, այլև տասնյակ այլ արտիստների։ Նրանք օգտագործում էին բարդ սխեմաներ, ստեղծելով կեղծ ընկերություններ, փոխանցելով գումարներ օֆշորային հաշիվներ, թաքցնելով իրական եկամուտները։ Նրանք գողացել են ձեզանից առնվազն 200,000 ռուբլի վերջին 3 տարիների ընթացքում, ասաց Կարենը, եւ դա միայն այն, ինչ մենք կարող ենք ապացուցել։ Իրական թիվը հավանաբար շատ ավելի բարձր է։ Վանուշը զգաց, թե ինչպես սենյակը պտտվում է նրա շուրջը։ 200,000 ռուբլի։ Դա բավական էր գնելու 10 բնակարան Երևանի կենտրոնում։ Դա բավական էր ապահովելու նրա ընտանիքը ողջ կյանքի համար։ Եվ նրանք գողացել էին դա նրանից, ժպտալով նրա դեմքին, խմելով նրա գինին, Համբուրելով նրա երեխաներին։ Ինչ պետք է անեմ, հարցրեց Վանուշը եւ նրա ձայնը դողում էր։ Կարենը հանեց մի փաթեթ փաստաթղթեր։ Դուք պետք է ստորագրեք այս հայտարարությունը, ասաց նա։ Դա պաշտոնական բողոք է դատախազությանը։ Մենք արդեն ունենք ապացույցներ, բայց մենք պետք ենք ձեր վկայությունը հարուցելու քրեական գործ։ Վանուշը նայեց փաստաթղթերին։ Նա գիտեր, որ եթե ստորագրի, նրա կյանքը կփոխվի ընդմիշտ։ Գագիկը, Աշոտը եւ Սամվելը չէին պատրաստվում լուր գնալ։ Նրանք կպայքարեին, եւ այդ պայքարը կլիներ կեղտոտ։ Բայց նա նաև գիտեր, որ եթե չես ստորագրի, նա կշարունակի լինել գերի մինչև մահը։ Նա վերցրեց գրիչը եւ ստորագրեց։ 1987 թվականի փետրվարին ձերբակալվեցին Գագիկ Սարգսյանը, Աշոտ Գրիգորյանը եւ Սամվել Ավագյանը։ Լուրը տարածվեց Երևանում ինչպես հրդեհ։
Մարդիկ չէին կարող հավատալ, որ այդ հարգված իրավաբանները, ովքեր աշխատել էին այդքան շատ հայտնի անձանց հետ, իրականում էին գողեր, բայց ապացույցները անհերքելի էին։ Ոստիկանությունը գտավ թաքնված հաշիվներ, կեղծ պայմանագրեր, փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս տարիների խարդախություն։ Դատավարությունը տևեց 18 ամիս, եւ ամեն օր Վանուշը պետք է նստեր դատարանում եւ լսեր, թե ինչպես մարդիկ, ում նա վստահել էր, պլանավորել էին նրա շահագործումը։ Դա էր տանջանք, բայց նա գիտեր, որ պետք է դիմանա։ 1988 թվականի սեպտեմբերին դատավորը հայտարարեց վճիռը։ Գագիկ Սարգսյանը դատապարտվեց 10 տարի բանտարկության, Աշոտ Գրիգորյանը 8 տարի, Սամվել Ավագյանը 12 տարի։ Նրանք նաև պարտավորվեցին վերադարձնել գողացած գումարները, ընդհանուր առմամբ 250,000 ռուբլի։ Երբ վճիռը կարդացվեց, Վանուշը նստած էր դահլիճում եւ լաց էր լինում։ Ոչ թե ուրախությունից, այլ ցավից, որովհետև նա հասկացավ, որ նույնիսկ արդարությունը չէր կարող վերադարձնել այն, ինչ նա կորցրել էր։ Նա կորցրել էր տարիներ իր կյանքից։ Նա կորցրել էր վստահությունը մարդկանց նկատմամբ։ Նա կորցրել էր մեր մի մասը իր հոգու, որը երբեք չէր վերադառնա։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ, որովհետև թեև Գագիկը, Աշոտը եւ Սամվելը բանտում էին, նրանց ընտանիքները դուրսում էին։ Եվ այդ ընտանիքները չէին մոռացել, թե ով դրեց նրանց սիրելիներին բանտ։ 1989 թվականի ձմռանը Վանուշ Խանամիրյանը սկսեց ստանալ սպառնալիքներ։ Հեռախոսազանգեր գիշերվա մեջ, երբ անծանոթ ձայներ ասում էին. «Դու կվճարես այն, ինչ արեցիր»։ Իամակներ, որոնք թողնվում էին նրա դռան առջև, լի անեծքներով եւ սպառնալիքներով։ Մի անգամ նրա մեքենայի ապակիները կոտրեցին եւ նստատեղին թողեցին մի նշում. «Հաջորդ անգամ կլինի քո գլուխը»։ Վանուշը վախեցավ ոչ թե իր համար, այլ իր ընտանիքի համար։ Նա ուներ կին եւ 2 երեխա, Անահիտը, ով 11 տարեկան էր, եւ Արամը, ով 9 տարեկան էր։ Նա չէր կարող թույլ տալ, որ նրանց ինչ-որ բան պատահի։ 1990 թվականին, երբ Խորհրդային Միությունը վերջապես փլուզվեց, Հայաստան ընկավ քաոսի մեջ։ Հին կանոնները այլևս չգործեցին, եւ նոր կանոնները դեռ չէին ստեղծվել։ Դա էր ժամանակ, երբ ուժեղները ուտում էին թույլերին, երբ արդարությունը դարձավ ծիծաղելի հասկացություն։ Եվ Վանուշ Խանամիրյանը, ով մի ժամանակ եղել էր Հայաստանի ամենահայտնի ձայնը, գտավ ինքն իրեն կորած այդ նոր իդ նոր վայրի աշխարհում։ Նրա երգերը դեռ հնչում էին ռադիոյում, բայց ոչ ոք չէր վճարում նրան։ Նրա ձայնագրությունները վաճառվում էին շուկաներում, կեղծ կասետներով, բայց ոչ մի դրամ չէր հասնում նրան։ Նա դարձավ ուրվական իր սեփական հաջողության մեջ, եւ ամենավատը, նա գիտեր, որ ավելի վատը դեռ գալու է, որովհետև 1991 թվականին Գագիկ Սարգսյանը, Աշոտ Գրիգորյանը եւ Սամվել Ավագյանը ազատվեցին բանտից վաղաժամ ազատման համար։ Եվ առաջին բանը, որ դրանք արեցին, եղավ փնտրել Վանուշ Խանամիրյանին։ Ինչ էին նրանք պլանավորում։ Ինչպես էին նրանք պատրաստվում վրեժ լուծել։ Եվ ինչու Վանուշը, ով գիտեր, որ նրանք գալու են, չփախավ, երբ դեռ ժամանակ կար։ Գիշերը, երբ Գագիկ Սարգսյանը, Աշոտ Գրիգորյանը եւ Սամվել Ավագյանը ազատվեցին բանտից, Երևանում տեղացավ անձրև, այնպիսին, որը չէր տեղացել տասնամյակներ։ Հին մարդիկ ասում էին, որ երբ երկինքը լաց է լինում այդպես, դա նշանակում է, որ ինչ-որ սարսափելի բան պատրաստվում է տեղի ունենալ։ Վանուշ Խանամիրյանը նստած էր իր բնակարանում, 3-րդ հարկում հին շենքի, եւ լսում անձրևի ձայնը պատուհանին։ Նա գիտեր, որ նրանք դուրս են։ Կարեն Պետրոսյանը զանգել էր նրան այդ առավոտ եւ զգուշացրել. «Վանուշ», ասել էր նա, «դու պետք է հեռանաս Երևանից։ Գնա Գյումրի, գնա որևէ տեղ։ Այդ մարդիկ վտանգավոր են, եւ հիմա, երբ ամեն ինչ քաոսի մեջ է, ոչ ոք չի կարող պաշտպանել քեզ»։ Բայց Վանուշը մերժել էր։ «Ես չեմ կարող փախչել», ասել էր նա։ «Սա իմ տունն է։ Սա իմ քաղաքն է։ Եթե ես փախչեմ, ես կկորցնեմ վերջին բանը, որ ինձ մնացել է՝ իմ արժանապատվությունը»։ Բայց այդ գիշեր, նստած մութ սենյակում, Վանուշը սկսեց կասկածել իր որոշման մեջ։ Նա լսեց քայլեր աստիճաններում, դանդաղ, հաստատուն քայլեր, որոնք բարձրանում էին դեպի նրա հարկը։ Նրա սիրտը սկսեց բաբախել այնպես ուժգին, որ նա կարծեց այն կպայթի։ Նա ուզում էր վազել, բայց որտեղ։ Նա ուզում էր կանչել օգնության, բայց ով կգար։ Ոստիկանությունը քայքայված էր, իշխանությունները անզոր էին, եւ նրա հարևանները չէին ուզում խառնվել ուրիշների խնդիրներին։ Քայլերը կանգնեցին նրա դռան առջև։ Հետո եղավ թակոց, 3 անգամ, դանդաղ եւ սարսափելի։ Վանուշը չշարժվեց։ Նա նստած էր իր աթոռին եւ սպասում էր։ Հետո նսվեց ձայն, Սամվել Ավագյանի ձայնը, որը հիմա ավելի կոպիտ էր, ավելի սառը։ «Վանուշ», ասաց նա, «մենք գիտենք, որ դու այնտեղ ես։ Բաց արա դուռը, մենք պետք է խոսենք»։
Վանուշը դողացող ձեռքերով բացեց դուռը։ Նրանք կանգնած էին այնտեղ, երեքը, թրջված անձրևից, նրանց դեմքերը կարծր եւ անողորմ։ Գագիկը մտավ առաջինը, հետո Աշոտը, հետո Սամվելը։ Նրանք փակեցին դուռը իրենց հետևից եւ նստեցին Վանուշի սրահում առանց հրավերի, առանց թույլտվության։ Վանուշ, սկսեց Գագիկը եւ նրա ձայնը հանգիստ էր, չափազանց հանգիստ։ Մենք անցկացրինք 3 տարի բանտում քո պատճառով։ 3 տարի, երբ մենք կորցրինք ամեն ինչ, մեր ընտանիքները, մեր բիզնեսը, մեր հարգանքը։ Եվ այդ ամբողջ ժամանակ մենք մտածում էինք քո մասին։ Մենք մտածում էինք, թե ինչպես դու մեզ դավաճանեցիր, հետո երբ մենք միայն փորձում էինք օգնել քեզ։ Վանուշը զգաց, թե ինչպես բարկությունը բարձրանում է նրա կրծքում։ Օգնել ինձ, ասաց նա եւ նրա ձայնը դողում էր։ Դուք գողացել եք ինձանից։ Դուք ստեցիք ինձ։ Դուք պլանավորում էիք շահագործել ինձ մինչև մահս։ Սամվելը ծիծաղեց, կարճ անհաճո ծիծաղ։ Վանուշ, ասաց նա, դու այնքան միամիտ ես։ Դու կարծում ես, որ մենք եղանք միակները, ովքեր գողացել են քեզանից։ Բայց ով է քեզ ասել, որ Արամ Խաչատրյանը չէր գողանում։ Ով է քեզ ասել, որ ռադիոկայանները, ձայնագրող ընկերությունները, համերգների կազմակերպիչները չէին գողանում։ Բոլորը գողանում էին քեզանից։ Վանուշ, որովհետեւ դու թույլ էիր տալիս դա։ Դու եղել ես ոչխար, ողջ քո կյանքը։ Եվ ոչխարները ստեղծված են կտրվելու համար։ Այդ խոսքերը հարվածեցին Վանուշին ավելի ուժգին, քան ցանկացած ֆիզիկական հարված, որովհետև նա գիտեր, որ դրանք ճշմարիտ էին։ Նա եղել էր թույլ, եղել էր միամիտ, եղել էր ոչխար։ Աշոտը ներս մտավ զրույցի մեջ։ Բայց մենք չենք եկել այստեղ քննարկելու անցյալը, ասաց նա։ Մենք եկել ենք խոսելու ապագայի մասին։ Վանուշ, դու մեզ պարտական ես։ Դու ոչնչացրիր մեր կյանքերը, եւ հիմա դու պետք է փոխհատուցես։ Վանուշը նայեց նրանց, այդ 3 մարդկանց, ովքեր մի ժամանակ նա համարել էր ընկերներ, եւ տեսավ նրանց աչքերում միայն ատելություն։ Ինչ եք ուզում, հարցրեց նա։ Գագիկը հանեց մի փաթեթ փաստաթղթեր իր պայուսակից։ Մենք ուզում ենք, որ դու ստորագրես սրանք, ասաց նա։ Սրանք փաստաթղթեր են, որոնք կտան մեզ իրավունք վերահսկել քո ողջ երաժշտական կատալոգը, բոլոր երգերը, բոլոր ձայնագրությունները, ամեն ինչ։ Դու կստանաս փոքր տոկոս, բայց մենք կվերահսկենք ամեն ինչ։ Վանուշը նայեց փաստաթղթերին եւ հասկացավ, որ եթե ստորագրի, նա կկորցնի վերջին բանը, որ նրան մնացել էր՝ իր արվեստը։ Նրա երգերը, որոնք նա ստեղծել էր իր արյունով եւ արցունքներով, կդառնային սեփականություն այդ մարդկանց, ովքեր ատում էին նրան։ Ոչ, ասաց նա։ Ես երբեք չեմ ստորագրի դա։ Սամվելը կանգնեց եւ մոտեցավ Վանուշին։ Նա խոսեց շատ հանգիստ, բայց նրա խոսքերը սառեցնող էին։ Վանուշ, ասաց նա, դու ունես 2 երեխա, Անահիտը եւ Արամը, շատ գեղեցիկ երեխաներ։ Կլինի ողբերգություն, եթե նրանց ինչ-որ բան պատահի։ Վանուշը զգաց, թե ինչպես սառը ահը ծածկում է նրան։ Նրանք սպառնում էին նրա երեխաներին։ Նրանք պատրաստ էին վնասել անմեղ երեխաներին վրեժ լուծելու համար։ Այդ պահին Վանուշ Խանամիրյանը կատարեց որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Նա նայեց Սամվելի աչքերին եւ ասաց. Լավ, ես կստորագրեմ, բայց ոչ այսօր։ Տվեք ինձ 1 շաբաթ, կարգավորելու իմ գործերը, եւ ես կստորագրեմ ամեն ինչ, ինչ դուք ուզում եք։ Գագիկը նայեց նրան կասկածանքով։ Ինչու պետք է մենք վստահենք քեզ, հարցրեց նա։ Վանուշը ժպտաց տխուր, հոգնած ժպիտ։ Որովհետև դուք արդեն հաղթել եք, ասաց նա։ Դուք վերցրել եք ինձանից ամեն ինչ։ Ինչ ավելին կարող եմ ես կորցնել։ 3 մարդիկ նայեցին միմյանց եւ հետո Գագիկը գլուխ թեքեց։ 1 շաբաթ, ասաց նա։ Բայց եթե դու փորձես խաղալ մեզ հետ, դու կզղջաս։ Նրանք հեռացան, թողնելով Վանուշին միայնակ մութ սենյակում։ Բայց Վանուշը չէր պատրաստվում ստորագրել։ Նա ուներ այլ պլան, որը նա սկսել էր մշակել ամիսներ առաջ, երբ նա հասկացել էր, որ այսօրը կգա։ Հաջորդ առավոտ նա գնաց բանկ եւ համեց իր բոլոր խնայողությունները՝ 20,000 ռուբլի։ Հետո նա գնաց իրավաբանի մոտ, ոչ Կարեն Պետրոսյանի, այլ մեկ ուրիշի, ում նա վստահում էր, եւ ստեղծեց նոր կտակ։ Այդ կտակում նա թողեց իր բոլոր երաժշտական իրավունքները ոչ թե իր կնոջը, ոչ թե իր երեխաներին, այլ Հայաստանի մշակույթի նախարարությանը, այն պայմանով, որ եկամուտները կօգտագործվեն երիտասարդ երաժիշտների աջակցության համար։ Այսպիսով, նույնիսկ եթե Գագիկը, Աշոտը եւ Սամվելը փորձեին գողանալ նրա ժառանգությունը նրա մահից հետո, նրանք ոչինչ չէին ստանա։ Դա էր Վանուշի վերջին ակտը դիմադրության,
Վերջին միջոցը պաշտպանելու այն, ինչ նա սիրում էր։ Բայց նա չասաց ոչ ոքի այդ մասին, ոչ իր կնոջը, ոչ իր երեխաներին, ոչ իր ընկերներին։ Նա պահեց այդ գաղտնիքը իր մեջ, որովհետև նա գիտեր, որ եթե ինչ-որ մեկը իմանար, նրանք կփորձեին կանգնեցնել նրան։ Եվ նա չէր ուզում կանգնեցվել։ Նա արել էր իր որոշումը։ Մեկ շաբաթ անց, երբ Գագիկը, Աշոտը եւ Սամվելը վերադարձան, Վանուշը պատրաստ էր։ Նա հանդիպեց նրանց դռան մոտ ժպտալով հանգիստ։ «Մտեք», ասաց նա։ «Եկեք ավարտենք սա»։ Նրանք մտան եւ Գագիկը դրեց փաստաթղթերը սեղանին։ «Ստորագրիր», ասաց նա։ Վանուշը վերցրեց գրիչը, բայց նախքան ստորագրելը, նա նայեց նրանց աչքերին։ «Դուք կարծում եք, որ հաղթել եք», ասաց նա։ «Բայց դուք սխալվում եք։ Դուք կարող եք վերցնել իմ գումարները, իմ տունը, Նույնիսկ իմ անունը։ Բայց դուք երբեք չեք կարող վերցնել այն, ինչ ես տվեցի աշխարհին։ Իմ երաժշտությունը, իմ ձայնը, իմ հոգին։ Դրանք կապրեն ավելի երկար, քան դուք, ավելի երկար, քան ես, ավելի երկար, քան մեր բոլորի հիշողությունները»։ Եվ հետո նա ստորագրեց։ Բայց այն, ինչ Գագիկը, Աշոտը եւ Սամվելը չգիտեին, այն էր, որ Վանուշը ստորագրել էր կեղծ փաստաթղթեր։ Իրական փաստաթղթերը, որոնք տալիս էին նրանց իրավունքներ, դեռ պահվում էին իրավաբանի մոտ, անստորագրված։ Վանուշը ստեղծել էր կրկնօրինակներ, որոնակներ, որոնք նման էին իրականներին, բայց իրավաբանորեն անվավեր էին։ Դա էր նրա վերջին խավը, վերջին խորամանկությունը։ Եվ երբ 3 մարդիկ հեռացան կարծելով, որ հաղթել են, Վանուշը նստեց եւ առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում իսկապես ծիծաղեց։ Նա խաբել էր խաբեբաներին, նա պաշտպանել էր իր ժառանգությունը, բայց ինչ գնով։ Եվ որքան ժամանակ կարող էր նա պահել այդ գաղտնիքը, նախքան նրանք կհասկանային ճշմարտությունը։ Փողոցի անկյունում, որտեղ Վանուշ Խանամիրյանը սովորել էր գնել իր առավոտյան հացը, աշխատում էր մի կին, Մարինե Հովանիսյանը, ով 15 տարի լվացել էր նրա բեմական հագուստները։ Նա երբեք չէր խոսել շատ, միշտ պահպանում էր հեռավորություն, բայց նրա աչքերը տեսնում էին ամեն ինչ։ 1992 թվականի մարտին, երբ Երևանում սկսվեցին առաջին էներգետիկ ճգնաժամերը եւ մարդիկ սառչում էին իրենց բնակարաններում, Մարինեն եկավ Վանուշի տուն, ոչ թե լվանալու համար, այլ խոսելու։ Նա նստեց նրա խոհանոցում, որտեղ միակ ջերմությունը գալիս էր փոքրիկ գազօջախից, եւ ասաց այն խոսքերը, որոնք փոխեցին ամեն ինչ։ «Պարոն Խանամիրյան», սկսեց նա, եւ նրա ձայնը դողում էր։ «Ես տեսա ինչ-որ բան, որը դուք պետք է իմանաք։ Երեկ գիշեր, երբ ես անցնում էի Գագիկ Սարգսյանի գրասենյակի կողքով, ես լսեցի նրան, Աշոտին եւ Սամվելին։ Նրանք խոսում էին ձեր մասին, եւ ես լսեցի Սամվելի ձայնը, որն ասում էր. «Մենք չենք կարող սպասել, որ ծերունին մեռնի բնականորեն։ Մենք պետք է օգնենք բնությանը»։ Վանուշը զգաց, թե ինչպես սառը ալիքը անցնում է իր ողնաշարով։ Նրանք պլանավորում էին սպանել նրան։ Ոչ թե պարզապես գողանալ նրանից, ոչ թե պարզապես ոչնչացնել նրա կյանքը, այլ իսկապես վերցնել նրա կյանքը։ Մարինեն շարունակեց, եւ նրա խոսքերը դուրս էին գալիս արագ, կարծես նա վախենում էր, որ եթե դադարեցնի, չի կարողանա կրկին սկսել։ Աշոտը ասաց, որ նրանք ունեն մի մարդ, նախկին բժիշկ, ով կարող է դա անել այնպես, որ թվա սրտի կաթված։ Նրանք ասացին, որ դուք արդեն հիվանդ եք, որ ոչ ոք չի կասկածի։ Եվ հետո, երբ դուք չլինեք, նրանք կարող են վերցնել ամեն ինչ՝ ձեր տունը, ձեր գումարները, ձեր երաժշտությունը։ Նրանք ասացին, որ ձեր կինը չի իմանա, թե ինչպես պաշտպանվի, որ ձեր երեխաները չափազանց փոքր են հասկանալու համար։ Վանուշը նստեց լռության մեջ, երկար րոպեներ, փորձելով մարսել այն, ինչ նա լսեց։ Նա միշտ գիտեր, որ Գագիկը, Աշոտը եւ Սամվելը վտանգավոր էին, բայց նա երբեք չէր մտածել, որ նրանք կգնային այդքան հեռու։ Սպանություն։ Նրանք պատրաստ էին սպանել նրան գումարի համար, իշխանության համար, վրեժի համար։ «Ինչու եք ասում ինձ սա», հարցրեց նա Մարինեին։ «Դուք կարող եք վտանգի մեջ ընկնել»։ Մարինեն նայեց նրան, եւ նրա աչքերում էին արցունքներ։ «Որովհետև դուք միակ մարդն եք, ով երբևէ վերաբերվել է ինձ որպես մարդու», ասաց նա։ «Երբ իմ որդին հիվանդացավ, դուք վճարեցիք նրա բուժման համար։ Երբ իմ ամուսինը մեռավ, դուք եկաք ուղարկավորությանը։ Դուք չեք ճանաչում ինձ, բայց ես երբեք չեմ մոռանա ձեր բարությունը»։ Այդ օրվանից Վանուշ Խանամիրյանը սկսեց ապրել կրկնակի կյանք։ Արտաքուստ նա շարունակեց լինել այն հանգիստ, հոգնած մարդը, ով ընդունել էր իր ճակատագիրը։ Նա հանդիպում էր Գագիկի, Աշոտի եւ Սամվելի հետ, ժպտում էր նրանց, խոսում նրանց հետ, կարծես ոչինչ չէր փոխվել։
Բայց գաղտնի նա սկսեց պատրաստվել։ Նա գնաց տարբեր բանկեր եւ բացեց նոր հաշիվներ, կեղծ անուններով, օգտագործելով հին ընկերների փաստաթղթերը։ Նա փոխանցեց իր գումարները փոքր մասերով, այնպես որ ոչ ոք չնկատեր։ Նա պատրաստեց փաթեթներ իր ամենակարևոր փաստաթղթերով, իր իրական կտակը, իր երաժշտական ձայնագրությունների բնօրինակները, նամակները, որոնք նա գրել էր իր երեխաներին, բայց երբեք չէր տվել նրանց։ Այդ փաթեթները նա տվեց Մարինեին, ասելով. «Եթե ինձ ինչ-որ բան պատահի, տարեք սրանք Կարեն Պետրոսյանին, նա կգիտի, թե ինչ անել»։ Բայց ամենակարևոր բանը, որ Վանուշը արեց, եղավ սկսել գրել։ Ամեն գիշեր, երբ նրա ընտանիքը քնած էր, նա նստում էր իր փոքրիկ աշխատասենյակում եւ գրում էր ամեն ինչ։ Նա գրեց Արամ Խաչատրյանի մասին, թե ինչպես այդ մարդը վերցրել էր երիտասարդ միամիտ տղայի եւ վերածել նրան ոսկե վանդակի մեջ փյակված թռչունի։ Նա գրեց Գագիկի, Աշոտի եւ Սամվելի մասին, թե ինչպես նրանք եկել էին որպես փրկիչներ, բայց եղել էին ավելի վատ, քան ցանկացած գող։ Նա գրեց իր սխալների մասին, իր թուլությունների մասին, այն բոլոր պահերի մասին, երբ նա պետք է կանգնած լիներ, բայց փոխարենը նստել էր։ Եվ նա գրեց իր երեխաների համար, Անահիտի եւ Արամի համար, ովքեր մի օր կարդային այդ խոսքերը եւ կհասկանային, թե ինչու նրանց հայրը արել էր այն, ինչ արել էր։ Իմ սիրելի երեխաներ, գրեց նա, երբ դուք կարդաք սա, ես հավանաբար այլևս չեմ լինի։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ամեն ինչ, ինչ ես արեցի, արվեց ձեզ պաշտպանելու համար։ Այս աշխարհը դաժան է Եվ այն ուտում է բարի մարդկանց։ Բայց դուք չպետք է թույլ տա, որ այն ուտի ձեզ։ Դուք պետք է լինեք ուժեղ, ավելի ուժեղ, քան ես երբևէ եղել եմ։ 1993 թվականի ամռանը իրավիճակը Հայաստանում դարձավ ավելի վատ։ Պատերազմը Ղարաբաղում սաստկանում էր, էներգիան գրեթե չկար, եւ մարդիկ սովածություն էին տանում։ Բայց Գագիկը, Աշոտը եւ Սամվելը ապրում էին լավ։ Նրանք գտել էին նոր եղանակներ վաստակելու գումար, սև շուկայում, կեղծ փաստաթղթերով, կաշառքներով։ Եվ նրանք դեռ սպասում էին ճիշտ պահին, վերջնականորեն ազատվելու Վանուշ Խանամիրյանից։ Այդ պահը եկավ սեպտեմբերի 20-ին։ Վանուշը պետք է երգեր մի փոքրիկ համերգում, մի հին եկեղեցում, որը վերականգնվում էր։ Դա էր բարեգործական միջոցառում, եւ Վանուշը համաձայնել էր երգել անվճար։ Գագիկը զանգեց նրան այդ առավոտ եւ ասաց. «Վանուշ, մենք կուղեկցենք քեզ։ Ճանապարհները անվտանգ չեն այս օրերը»։ Վանուշը գիտեր, որ դա սուտ էր։ Նա գիտեր, որ նրանք պլանավորում էին ինչ-որ բան, բայց նա նաեւ գիտեր, որ չէր կարող մերժել առանց նրանց կասկածելի դարձնելու։ Նա գնաց եկեղեցի Գագիկի մեքենայով։ Աշոտը եւ Սամվելը նստած էին հետևի նստատեղերում, եւ նրանք խոսում էին սովորական բաների մասին՝ եղանակի, քաղաքականության, սննդի պակասի մասին, բայց Վանուշը զգում էր լարվածությունը օդում, այն լարվածությունը թյունը, որը գալիս է նախքան ինչ-որ սարսափելի բան։ Երբ նրանք հասան եկեղեցուն, արևը սկսում էր մայր մտնել, եւ երկինքը ներկված էր կարմիր եւ նարնջագույն գույներով։ Վանուշը մտավ եկեղեցի, եւ այնտեղ սպասում էին մոտ 50 հոգի, հիմնականում ծեր մարդիկ, ովքեր եկել էին լսելու նրա ձայնը վերջին անգամ։ Նա կանգնեց խորանի առջև եւ սկսեց երգել «Հայր մեր աղոթքը» հին մեղեդիով, որը նրա մայրը սովորեցրել էր նրան, երբ նա եղել էր երեխա։ Նրա ձայնը լցրեց եկեղեցին, եւ մարդիկ սկսեցին լալ, ոչ թե տխրությունից, այլ գեղեցկությունից, որը նրանք լսում էին։ Բայց Գագիկը, Աշոտը եւ Սամվելը չէին լսում երաժշտությունը։ Նրանք կանգնած էին եկեղեցու դռան մոտ եւ սպասում էին։ Նրանց հետ էր 4-րդ մարդ, ում Վանուշը երբեք չէր տեսել, բարակ, գունատ դեմքով, ով կրում էր բժշկական պայուսակ։ Դա էր այն մարդը, ում Մարինեն խոսել էր, նախկին բժիշկը, ով պատրաստ էր սպանել գումարի դիմաց։ Պլանը պարզ էր։ Համերգից հետո, երբ Վանուշը հոգնած կլիներ, բժիշկը կմոտենար նրան եւ կասեր, որ ուզում է ստուգել նրա ճնշումը, որովհետեւ նա չափազանց գունատ է երևում։ Եվ այդ ստուգման ժամանակ նա կներարկեր նրան ինչ-որ բան, որը կառաջացներ սրտի կաթված մի քանի ժամ անց, երբ Վանուշը արդեն տանը կլիներ։ Կատարյալ հանցագործություն, որը երբեք չէր բացահայտվի։ Բայց Վանուշ Խանամիրյանը չէր պատրաստվում տալ նրանց այդ հնարավորությունը։ Երբ նա ավարտեց երգելը եւ մարդիկը սկսեցին ծափահարել, նա շրջվեց դեպի խորանը եւ արեց ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա սկսեց խոսել։ «Ես ուզում եմ պատմել ձեզ մի պատմություն», ասաց նա, եւ նրա ձայնը հանգիստ էր, բայց հստակ։ Պատմություն մի մարդու մասին, ով ծնվել էր աղքատ, բայց ուներ նվեր, որը Աստված տվել էր նրան։ Այդ մարդը կիսվեց իր նվերով աշխարհի հետ, եւ աշխարհը սիրեց նրան դրա համար։ Բայց կային մարդիկ, ովքեր չէին սիրում նրան։ Կային մարդիկ, ովքեր տեսնում էին նրա մեջ միայն գումար,
միայն իրավունք, միայն ինչ-որ բան, որը կարող էին շահագործել։ Եվ այդ մարդիկ վերցրին այդ աղքատ մարդուց ամեն ինչ՝ նրա ազատությունը, նրա արժանապատվությունը, նրա հոգին, բայց նրանք չէին կարող վերցնել մի բան՝ նրա ճշմարտությունը։ Եկեղեցում եղավ լռություն։ Մարդիկը նայում էին Վանուշին չհասկանալով, թե ինչի մասին է նա խոսում, բայց Գագիկը, Աշոտը և Սամվելը հասկացան։ Նրանք սկսեցին շարժվել դեպի խորանը, բայց Վանուշը բարձրացրեց ձեռքը։ «Մի մոտեցեք», ասաց նա։ «Թող ես ավարտեմ»։ Եվ հետո նա պատմեց ամեն ինչ։ Նա պատմեց Արամ Խաչատրյանի մասին, Գագիկի, Աշոտի և Սամվելի մասին, կեղծ պայմանագրերի մասին, գողացված միլիոնների մասին, սպանության պլանի մասին։ Նա պատմեց ամեն մանրամասն, ամեն անուն, ամեն ամսաթիվ։ Եվ մարդիկը լսում էին շոկի մեջ, չհավատալով, որ այն մարդը, ում նրանք սիրում էին, տառապել էր այդքան շատ։ Երբ Վանուշը ավարտեց, նա նայեց Գագիկին, Աշոտին և Սամվելին, ովքեր կանգնած էին դռան մոտ գունատ, ցասումից դողալով։ «Դուք կարծում էիք, որ կարող եք ինձ լռեցնել», ասաց նա, «բայց ես արդեն խոսեցի, և հիմա ողջ Երևանը կիմանա ճշմարտությունը»։ Այդ երեկո Վանուշ Խանամիրյանը չվերադարձավ տուն Գագիկի մեքենայով։ Նա քայլեց, միայնակ, մութ փողոցներով, որտեղ էլեկտրականությունը չկար, և միակ լույսը գալիս էր լուսմից։ Նա գիտեր, որ նա արել էր ինչ-որ բան անդառնալի, ինչ-որ բան, որը փոխել էր ամեն ինչ։ Նա բացահայտել էր իր թշնամիներին հանրության առջև, և հիմա նրանք չէին կարող խփել նրան առանց բոլորի ուշադրությունը գրավելու։ Բայց նա նաև գիտեր, որ դա նշանակում էր պատերազմ։ Պատերազմ, որը կտևեր տարիներ, որը կտանջեր նրա ընտանիքը, որը կոչնչացներ վերջին հանգիստ օրերը, որոնք նրան մնացել էին։ Երբ նա վերջապես հասավ իր տուն, նրա կինը Գայանեն սպասում էր նրան դռան մոտ։ Նա լսել էր լուրերը, ամբողջ քաղաքը խոսում էր այն մասին, ինչ Վանուշը արել էր եկեղեցում։ «Ինչու՞», հարցրեց նա, և նրա ձայնում էր վախ։ «Ինչու դու դա արեցիր»։ Վանուշը նայեց նրան, կնոջը, ում նա սիրել էր 20 տարի, և տեսավ նրա աչքերում այն, ինչ նա միշտ վախեցել էր տեսնել՝ հիասթափություն։ «Որովհետև ես հոգնել էի ապրելուց սուտի մեջ», ասաց նա։ «Որովհետև ես ուզում էի, որ մեր երեխաները իմանան, որ նրանց հայրը չէր թույլ տվել, որ չար մարդիկ հաղթեն առանց պայքարի»։ Բայց Գայանեն գլուխը թափեց։ «Դու մեզ դրեցիր վտանգի մեջ», ասաց նա։ «Դու մտածեցիր մեր մասին, նախքան դու որոշեցիր դառնալ հերոս»։ Եվ այդ խոսքերը ցավեցրին Վանուշին ավելի, քան ցանկացած ֆիզիկական հարված կարող էր։ Արդյոք նա սխալ էր արել։ Արդյոք նա պետք է լռեր, պետք է շարունակեր ապրել սուտի մեջ իր ընտանիքը պաշտպանելու համար։ Թե նա արել էր ճիշտ բանը, ասելով ճշմարտությունը, նույնիսկ եթե այդ ճշմարտությունը վտանգավոր էր։ 1994 թվականի ձմեռը եղավ ամենադաժան ձմեռը Վանուշ Խանամիրյանի կյանքում, և ոչ թե եղանակի պատճառով։ Երևանում ջուրը սառչում էր խողովակներում, մարդիկ այրում էին իրենց կահույքը տաքանալու համար, և սնունդը դարձել էր ավելի թանկ, քան ոսկին։ Բայց Վանուշի համար ամենավատ ցուրտը գալիս էր ներսից, այն մենությունից, որը նա զգում էր նույնիսկ երբ շրջապատված էր մարդկանցով։ Նրա խոսքերը եկեղեցում, որոնք նա կարծում էր, որ կբերեին արդարություն, փոխարենը բերեցին միայն ավելի շատ ցավ։ Գագիկ Սարգսյանը, Աշոտ Գրիգորյանը և Սամվել Ավագյանը չձերբակալվեցին, որովհետև ոստիկանությունը չուներ ռեսուրսներ հետաքննելու համար, երկիրը քաոսի մեջ էր։ Փոխարենը նրանք սկսեցին իրենց սեփական արշավը Վանուշի դեմ, տարածելով հրապարակավ հայտարարություններ, որ նա խելագար է, որ նա տառապում է պարանոյայից, որ նրա մեղադրանքները հիմնված են հիվանդ երևակայության վրա։ Մի օր Վանուշը գտավ իր փոստարկղում մի ծրար, առանց ուղարկողի հասցեի։ Ներսում էր մի լուսանկար, նրա դստեր Անահիտի լուսանկարը, երբ նա դուրս էր գալիս դպրոցից։ Լուսանկարի հետևում գրված էր միայն 3 բառ. «Մենք գիտենք որտեղ է»։ Վանուշը զգաց, թե ինչպես սարսափը սեղմում է նրա կոկորդը։ Նրանք սպառնում էին նրա երեխաներին, կրկին, բայց այս անգամ ավելի բացահայտ, ավելի համարձակ։ Նա վազեց դպրոց և վերցրեց Անահիտին և Արամին, և այդ օրվանից նրանք այլևս չգնացին դպրոց։ Գայանեն դասավանդում էր նրանց տանը, և նրանք դուրս չէին գալիս, բացի կիրակի օրերից, երբ նրանք գնում էին եկեղեցի, միշտ խմբով, միշտ զգույշ։ Եղայց մեկուսացումը սկսեց ազդել Վանուշի հոգեկան առողջության վրա։ Նա սկսեց տեսնել ստվերներ այնտեղ, որտեղ ստվերներ չկային, լսել ձայներ, երբ տունը լուռ էր։ Նա սկսեց կասկածել բոլորին, նույնիսկ իր ամենամոտ ընկերներին, նույնիսկ իր ընտանիքին։ Մի գիշեր Գայանեն գտավ նրան նստած խոհանոցում, ձեռքին դանակ,
նայելով դռանը։ «Վանուշ», ասաց նա, եւ նրա ձայնը լի էր ահով։ «Ինչ ես անում»։ Վանուշը նայեց նրան, եւ նրա աչքերում էր ինչ-որ վայրի բան։ «Ես պաշտպանում եմ մեզ», ասաց նա։ «Նրանք կգան։ Ես գիտեմ, որ նրանք կգան»։ Գայանեն սկսեց լալ։ «Վանուշ, դու հիվանդ ես», ասաց նա։ «Դու պետք է տեսնես բժիշկ»։ Բայց Վանուշը գլուխը թափեց։ «Ոչ», ասաց նա։ «Բժիշկները նրանց հետ են, բոլորը նրանց հետ են»։ 1995 թվականի գարնանը Կարեն Պետրոսյանը, ով դեռ փորձում էր օգնել Վանուշին, բերեց նրան դուր, որը փոխեց ամեն ինչ։ Նա նստեց Վանուշի սրահում եւ ասաց. «Վանուշ, ես գտա ինչ-որ բան։ Ես գտա փաստաթուղթ, որը ապացուցում է, որ Գագիկը, Աշոտը եւ Սամվելը իսկապես գողացել են քեզանից։ Դա բանկային փոխանցում է, որը ցույց է տալիս, թե ինչպես նրանք տեղափոխել են 200,000 ռուբլի քո հաշվից իրենց անձնական հաշիվներ, շիվներ 1986 թվականին։ Այս փաստաթղթով մենք կարող ենք հարուցել նոր գործ, կարող ենք ստիպել դատախազությանը վերաբացել հետաքննությունը»։ Վանուշը նայեց փաստաթղթին, եւ առաջին անգամ երկար ամիսների ընթացքում նա զգաց հույսի փոքրիկ կայծ։ Գուցե դեռ կար արդարություն այս աշխարհում։ Գուցե դեռ կար եղանակ հաղթելու։ Բայց այդ հույսը կարճ ապրեց։ 2 օր անց Կարեն Պետրոսյանը հարձակման ենթարկվեց, փողոցում, ջահեր 3 անծանոթ մարդկանցից։ Նրանք ջարդեցին նրա 2 կողերը, կոտրեցին նրա ձախ ձեռքը եւ թողեցին նրան փողոցում, արյունոտ եւ անգիտակից։ Երբ նա արթնացավ հիվանդանոցում, առաջին բանը, որ նա ասաց բժիշկներին, եղավ. «Փաստաթուղթը։ Որտեղ է փաստաթուղթը»։ Բայց փաստաթուղթը չկար։ Հարձակվողները վերցրել էին այն, եւ այժմ միակ ապացույցը, որը կարող էր փրկել Վանուշին, անհետացել էր։ Երբ Վանուշը լսեց այդ լուրը, նա նստեց իր աթոռին եւ չշարժվեց 3 ժամ։ Նա պարզապես նստեց եւ նայեց պատին, եւ նրա մտքում միայն մի միտք էր պտտվում. «Ես պարտվեցի։ Նրանք հաղթեցին»։ Բայց Գայանեն չէր պատրաստվում հանձնվել։ Նա տեսավ, թե ինչպես նրա ամուսինը դանդաղորեն քայքայվում է, եւ նա որոշեց անել ինչ-որ բան, որը նա երբեք չէր մտածել, որ կկարողանա անել։ Նա գնաց Գագիկ Սարգսյանի գրասենյակ, միայնակ, առանց Վանուշին ասելու։ Երբ նա մտավ, Գագիկը նստած էր իր սեղանի ետևում ծխելով սիգար, եւ նա ժպտաց, երբ տեսավ նրան։ «Տիկին Խանամիրյան», ասաց նա, «ինչ պատիվ, ինչով կարող եմ ծառայել ձեզ»։ Գայանեն նստեց նրա դիմաց, եւ նրա ձեռքերը դողում էին, բայց նրա ձայնը հաստատուն էր։ «Ես եկել եմ կնքելու գործարք», ասաց նա։ «Դուք ուզում եք Վանուշի երաժշտական իրավունքները։ Ես կտամ ձեզ դրանք։ Բայց դուք պետք է խոստանաք 2 բան։ Առաջին, դուք կթողնեք մեր ընտանիքը խաղաղության մեջ։ Երկրորդ, դուք կվճարեք Վանուշին տարեկան պենսիա 5,000 ռուբլի, մինչև նրա մահը»։ Գագիկը նայեց նրան երկար, եւ հետո նա սկսեց ծիծաղել։ Խորը ոլովայնային ծիծաղ։ «Տիկին Խանամիրյան», ասաց նա, «դուք իսկապես կարծում եք, որ դուք դիրքում եք բանակցելու։ Մենք կարող ենք վերցնել այն, ինչ ուզում ենք, երբ ուզում ենք։ Ինչու պետք է մենք վճարենք ձեզ ինչ-որ բան»։ Գայանեն հանեց իր պայուսակից մի ծրար։ «Որովհետև ես ունեմ սա», ասաց նա։ Նա բացեց ծրարը, եւ ներսում էին լուսանկարներ Գագիկի, Աշոտի եւ Սամվելի, երբ նրանք հանդիպում էին հայտնի հանցագործների հետ, երբ նրանք փոխանցում էին փաթեթներ, որոնք հստակորեն պարունակում էին գումար կամ թմրանյութեր։ «Ես ունեմ ընկեր, ով լուսանկարիչ է», շարունակեց Գայանեն։ «Նա հետևել է ձեզ վերջին 6 ամիսը։ Եթե ինչ-որ բան պատահի ինձ կամ իմ ընտանիքին, այս լուսանկարները կգնան ոստիկանություն, կգնան թերթեր, կգնան ամենուր։ Եվ այն ժամանակ ոչ մի գումար, ոչ մի կապ չի կարող փրկել ձեզ»։ Գագիկի դեմքը դարձավ մութ։ Նա հասկացավ, որ Գայանեն լուրջ էր, որ նա իսկապես ուներ այդ լուսանկարները եւ որ նա պատրաստ էր օգտագործել դրանք։ Նա նայեց Աշոտին եւ Սամվելին, ովքեր նստած էին անկյունում, եւ նրանք գլուխ թեքեցին։ «Լավ», ասաց Գագիկը վերջապես։ «Մենք ունենք գործարք, բայց լուսանկարները մնում են ձեզ մոտ, եւ եթե դուք երբևէ փորձեք օգտագործել դրանք, գործարքը չեռյալ է»։ Գայանեն կանգնեց։ «Ես հասկանում եմ», ասաց նա, «բայց հիշեք, եթե դուք խախտեք ձեր խոստումը, ես կխախտեմ իմը»։ Նա դուրս եկավ գրասենյակից դողալով, բայց նաև զգալով ինչ-որ տարօրինակ հպարտություն։ Նա արել էր այն, ինչ պետք էր անել, պաշտպանելու իր ընտանիքը։ Երբ նա պատմեց Վանուշին, թե ինչ էր արել, նա սպասում էր, որ նա կբարկանա, կգոռա, կասի, որ նա չուներ իրավունք։
Բայց փոխարենը Վանուշը պարզապես նայեց նրան, եւ նրա աչքերում էին արցունքներ։ «Շնորհակալ եմ», ասաց նա։ «Շնորհակալ եմ, որ դու ավելի ուժեղ ես, քան ես երբևէ եղել եմ»։ Եվ այդ պահին Գայանեն հասկացավ, որ նրանց ամուսնությունը, որը եղել էր լարված վերջին տարիներին, դեռ ուներ ինչ-որ բան արժեքավոր։ Փոխադարձ հարգանք, փոխադարձ սեր, որը կարող էր դիմանալ նույնիսկ ամենավատ փորձություններին։ Բայց արդյոք այդ գործարքը իսկապես կպաշտպաներ նրանց։ Արդյոք Գագիկը, Աշոտը եւ Սամվելը կպահեին իրենց խոստումը։ Թե սա էր միայն ժամանակավոր հանգստություն, նախքան վերջնական հարվածը։ Եվ ամենակարևորը, ինչ կլիներ Վանուշի ժառանգության հետ, երբ նա այլևս չլիներ։ Ով կպաշտպաներ նրա երաժշտությունը, նրա հիշողությունը, այն ամենը, ինչի համար նա ապրել եւ տառապել էր։ Երբ նոտարը բացեց անվտանգ տուփը 1999 թվականի նոյեմբերին, ներսում գտնվեց մի փաստաթուղթ, որը ոչ ոք չէր սպասում տեսնել։ Դա վկայական էր, ստորագրված 3 անձանց կողմից, ովքեր բոլորը մահացել էին նույն ամսում, սեպտեմբերի 28-ին։ Մարինե Հովանիսյանը, լվացքատուն աշխատողը, ով տեսել էր ամեն ինչ։ Արթուր Մկրտչյանը, իրավաբա, ով փորձել էր օգնել Վանուշին, եւ Կարեն Պետրոսյանը, նախկին անվտանգության աշխատակիցը, ով վերապրել էր հարձակումը, բայց մահացել էր 6 ամիս անց իր վերքերից։ Այդ վկայականում նրանք նկարագրել էին ամեն ինչ, ամեն հանդիպում, ամեն սպառնալիք, ամեն գումար, որը գողացվել էր Վանուշ Խանամիրյանից։ Եվ վերջում նրանք գրել էին. «Մենք գիտենք, որ մեր կյանքերը վտանգի մեջ են, բայց ճշմարտությունը պետք է ապրի, նույնիսկ եթե մենք չապրենք»։ Ինչու այդ 3 մարդիկ մահացան նույն ամսում։ Արդյոք դա պատահականություն էր, թե ինչ-որ մեկը համակարգված կերպով ոչնչացնում էր վկաներին։ Եվ ամենակարևորը, ինչու այդ վկայականը թաքնված էր 30 տարի, մինչև վերջապես ինչ-որ մեկը գտավ այն։ 1996 թվականը բերեց Հայաստանում նոր դարաշրջան, անկախություն, նոր հուհույսեր, նոր երազանքներ։ Բայց Վանուշ Խանամիրյանի համար դա էր վերջի սկիզբը։ Նրա առողջությունը, որը արդեն թուլացել էր տարիների սթրեսից եւ անհանգստությունից, վերջնականապես փլուզվեց։ 1996 թվականի մարտին նա ունեցավ երկրորդ սրտի նոպան, այս անգամ ավելի ուժեղ, քան առաջինը։ Բժիշկները ասացին Գայանեին, որ նրա ամուսինը ունի ամենաշատը 1 տարի ապրելու։ Նրա սիրտը չափազանց թույլ է, բացատրեց գլխավոր բժիշկը։ Ցանկացած սթրես, ցանկացած հուզմունք կարող է լինել վերջինը։ Գայանեն լսեց այդ խոսքերը եւ զգաց, թե ինչպես նրա սեփական սիրտը կոտրվում է։ Նա սիրել էր այդ մարդուն 25 տարի։ Տեսել էր նրան բարձրանալ դեպի փառք եւ ընկնել դեպի անդունդ։ Եվ հիմա նա պետք է նայեր, թե ինչպես նա դանդաղորեն մեռնում է։ Բայց Վանուշը չէր ուզում մեռնել անձնատուր։ Նա ուներ վերջին մի բան, որ պետք է աներ։ Վերջին մի ակտ, որը կապահովեր, որ նրա ժառանգությունը չկգնա Գագիկ Սարգսյանի, Աշոտ Գրիգորյանի եւ Սամվել Ավագյանի ձեռքը։ Նա կանչեց Մարինե Հովանիսյանին, Արթուր Մկրտչյանին եւ Կարեն Պետրոսյանին իր տուն։ Եվ երբ նրանք եկան, նա ասաց նրանց. «Ես ուզում եմ, որ դուք լինեք իմ վկաները։ Ես ուզում եմ, որ դուք տեսնեք եւ հիշեք այն, ինչ ես պատրաստվում եմ անել»։ Նա հահանեց մի փաթեթ փաստաթղթեր, իր իրական կտակը, որը նա ստեղծել էր տարիներ առաջ, եւ ցույց տվեց նրանց։ «Այս կտակում», բացատրեց նա, «ես թողնում եմ իմ բոլոր երաժշտական իրավունքները Հայաստանի մշակույթի նախարարությանը։ Ոչ մի դրամ չի գնա Գագիկին, Աշոտին կամ Սամվելին։ Ոչ մի դրամ չի գնա նույնիսկ իմ ընտանիքին, որովհետև ես վախենում եմ, որ նրանք կճնշեն իմ կնոջը եւ երեխաներիս, տալու համար այն, ինչ նրանք ուզում են»։ Մարինեն, Արթուրը եւ Կարենը նայեցին միմյանց, եւ հետո Կարենը խոսեց. «Վանուշ», ասաց նա, «եթե դու անես սա, քո ընտանիքը ոչինչ չի ստանա։ Քո երեխաները կմնան առանց ժառանգության»։ Վանուշը գլուխ թեքեց. «Ես գիտեմ», ասաց նա, եւ նրա ձայնը լի էր ցավով։ «Բայց ես նաեւ գիտեմ, որ եթե ես թողնեմ դա նրանց, Գագիկը, Աշոտը եւ Սամվելը կգտնեն եղանակ վերցնելու այն։ Նրանք կսպառնան, կճնշեն, կգողանան։ Առնվազն այսպես, իմ երաժշտությունը կօգնի ուրիշներին, երիտասարդ երաժիշտներին, ովքեր ունեն տաղանդ, բայց ոչ գումար։ Այսպես իմ կյանքը կունենա իմաստ»։ Եվ այնպես, այդ 3 մարդիկ ստորագրեցին որպես վկաներ, եւ Վանուշ Խանամիրյանի վերջին կտակը դարձավ պաշտոնական։ Բայց Վանուշը չասաց Գայանեին այդ մասին։ Նա չէր կարող տանել տեսնել նրա դեմքը, երբ նա կիմանար, որ նրանց երեխաները ոչինչ չեն ժառանգի։ Նա պարզապես շարունակեց ապրել իր վերջին ամիսները, հանգիստ, խաղաղ, կարծես նա վերջապես գտել էր հանգստություն։ Նա անցկացվում էր ժամանակ Անահիտի եւ Արամի հետ, պատմելով նրանց պատմություններ իր մանկությունից,
երգելով նրանց հին երգեր, ուսուցանելով նրանց այն դասերը, որոնք նա սովորել էր իր դաժան կյանքից։ Երբեք մի վստահեք շատ արագ, ասում էր նա նրանց։ Երբեք մի թույլ տվեք, որ ուրիշները վերահսկեն ձեր կյանքը։ Եվ երբեք մի մոռացեք, որ ամենակարևոր բանը կյանքում ոչ թե փառքն է, ոչ թե գումարը, այլ ձեր արժանապատվությունը։ 1996 թվականի սեպտեմբերի 28-ին Վանուշ Խանամիրյանը արթնացավ առավոտյան ժամը 6-ին ցավով կրծքում։ Նա գիտեր, որ սա էր վերջը։ Նա կանչեց Գայանեին եւ երբ նա եկավ, Նա բռնեց նրա ձեռքը եւ ասաց. Ես սիրում եմ քեզ։ Ես միշտ սիրել եմ քեզ։ Ներիր ինձ, որ ես չկարողացա տալ քեզ այն կյանքը, որը դու արժանի էիր։ Գայանեն լաց էր լինում, բայց նա ժպտաց։ Դու ինձ տվեցիր ամենակարևոր բանը, ասաց նա։ Դու ինձ տվեցիր սեր։ Դու ինձ տվեցիր երկու գեղեցիկ երեխա։ Դու ինձ տվեցիր կյանք, որը արժեր ապրելու։ Վանուշը փակեց աչքերը, եւ վերջին բանը, որ նա տեսավ, եղավ նրա կնոջ դեմքը, լուսավորված առավոտյան արևից, որը մտնում էր պատուհանից։ Նրա հուղարկավորությանը եկան հազարավոր մարդիկ։ Ողջ Երևանը կանգնեց լռության մեջ, երբ նրա դագաղը տարվեց փողոցներով։ Մարդիկ երգում էին նրա երգերը, լաց էին լինում, հիշում էին այն օրերը, երբ նրա ձայնը լցնում էր նրանց կյանքերը ուրախությամբ։ Բայց Գագիկ Սարգսյանը, Աշոտ Գրիգորյանը եւ Սամվել Ավագյանը չեկան։ Նրանք մնացին իրենց գրասենյակներում եւ սպասեցին։ Նրանք սպասեցին, որ հուղարկավորությունը ավարտվի, որ արցունքները չորանան, որ կյանքը շարունակվի։ Եվ հետո նրանք սկսեցին իրենց վերջին պլանը՝ վերցնել այն, ինչ նրանք կարծում էին, որ իրենց պատկանում է։ 1996 թվականի հոկտեմբերին, երկու շաբաթ Վանուշի մահից հետո, Գագիկը, Աշոտը եւ Սամվելը եկան Գայանեի տուն։ Նրանք բերեցին իրենց իրավաբաններին, իրենց փաստաթղթերը, իրենց պահանջները։ Տիկին Խանամիրյան, ասաց Գագիկը, եւ նրա ձայնը կեղծ կերպով քաղցր էր։ Մենք եկել ենք քննարկելու ձեր ամուսնու ժառանգությունը։ Ինչպես դուք գիտեք, մենք ունենք պայմանագիր, որը տալիս է մեզ իրավունք վերահսկել նրա երաժշտական կատալոգը։ Մենք պատրաստ ենք վճարել ձեզ փոքր գումար, որպես փոխհատուցում, բայց մենք պետք է ունենանք ամբողջական վերահսկողություն։ Գայանեն նայեց նրանց, եւ առաջին անգամ իր կյանքում նա զգաց ինչ-որ բան, որը նման էր ատելության։ Դուրս եկեք իմ տնից, ասաց նա, եւ նրա ձայնը սառը էր, ինչպես սառույցը։ Դուք ոչինչ չեք ստանա ինձանից։ Աշոտը ներս մտավ զրույցի մեջ։ Տիկին Խանամիրյան, ասաց նա, դուք չեք հասկանում իրավիճակը։ Մենք ունենք իրավական իրավունքներ։ Եթե դուք չհամագործակցեք, մենք կդիմենք դատարան, եւ դուք կկորցնեք ամեն ինչ։ Բայց Գայանեն ժպտաց, տխուր, բայց հաղթական ժպիտ։ Դուք չեք կարող կորցնել այն, ինչ դուք չունեք, ասաց նա։ Իմ ամուսինը թողեց իր երաժշտական իրավունքները ոչ թե ինձ, ոչ թե իր երեխաներին, այլ Հայաստանի մշակույթի նախարարությանը։ Դուք կարող եք ստուգել նրա կտակը։ Այն պաշտոնական է, այն ստորագրված է 3 վկաների կողմից, եւ այն անբերադարձելի է։ Սենյակում եղավ լռություն։ Գագիկի դեմքը դարձավ մութ կարմիր։ Աշոտը սկսեց հայհոյել, իսկ Սամվելը պարզապես նստեց շոկի մեջ։ Նրանք սպասել էին 30 տարի այդ պահին, պլանավորել էին, գողացել էին, սպանել էին, եւ հիմա նրանք իմացան, որ ամեն ինչ եղել է ընդհունայն։ Գագիկը վերջապես գտավ իր ձայնը։ Դա անհնար է, ասաց նա։ Մենք ունեինք գործարք ձեզ հետ, դուք խոստացաք մեզ տալ իրավունքները։ Գայանեն գլուխը թափեց։ Ես խոստացա տալ ձեզ այն, ինչ իմ ամուսինը թողեց ինձ, ասաց նա։ Բայց նա ոչինչ չթողեց ինձ։ Նա ամեն ինչ տվեց Հայաստանին, երկրին, որը նա սիրում էր, մարդկանց, ում համար նա երգում էր։ Եվ դուք չեք կարող գողանալ ամբողջ երկրից։ 3 մարդիկ կանգնեցին եւ հեռացան, առանց ուրիշ խոսքի։ Բայց երբ նրանք հասան դռանը, Սամվելը շրջվեց եւ ասաց. Սա չի ավարտվել։ Մենք կգտնենք եղանակ։ Մենք միշտ գտնում ենք եղանակ։ Բայց Գայանեն միայն ժպտաց։ Ոչ այս անգամ, ասաց նա։ Այս անգամ Վանուշը հաղթեց։ 1997 թվականին Գագիկ Սարգսյանը, Աշոտ Գրիգորյանը եւ Սամվել Ավագյանը փորձեցին մարտահրավեր նետել Վանուշի կտակին դատարանում։ Նրանք պնդեցին, որ Վանուշը եղել է հոգեպես անկայուն, երբ ստորագրել էր այն, որ նա ենթարկվել էր ճնշման, որ կտակը անվավեր էր։ Բայց երբ դատավորը տեսավ 3 վկաների ստորագրությունները՝ Մարինե Հովանովանիսյանի, Արթուր Մկրտչյանի եւ Կարեն Պետրոսյանի, երբ նա կարդաց նրանց վկայականը, որտեղ նկարագրված էր ամեն ինչ՝ գողությունները, սպառնալիքները, սպանության պլանները, նա մերժեց գործը։ Այս կտակը վավեր է, հայտարարեց նա,
Եվ ավելին, ես հանձնարարում եմ դատախազությանը հետաքննել այն մեղադրանքները, որոնք արվել են այս վկայականում։ Այդ օրը Գագիկը, Աշոտը եւ Սամվելը հասկացան, որ նրանք պարտվել էին։ Նրանք կորցրել էին ամեն ինչ՝ իրենց հեղինակությունը, իրենց բիզնեսը, իրենց ապագան։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ 1998 թվականին Մարինե Հովանիսյանը գտնվեց մահացած իր բնակարանում, գազի արտահոսքից, որը ոստիկանությունը որակեց որպես դժբախտ պատահար։ 1999 թվականին Արթուր Մկրտչյանը մահացավ ավտովթարից, երբ անծանոթ մեքենա հարվածեց նրան եւ փախավ։ Եվ 1999 թվականի սեպտեմբերին Կարեն Պետրոսյանը, ով վերապրել էր հարձակումը, մահացավ հիվանդանոցում իր վերքերից բարդություններից։ 3 վկաները, ովքեր համարձակվել էին խոսել ճշմարտությունը, բոլորը մահացան 1 տարվա ընթացքում։ Արդյոք դա պատահականություն էր։ Գայանեն չէր կարծում այդպես։ Նա գիտեր, որ Գագիկը, Աշոտը եւ Սամվելը վրեժ էին լուծել, նույնիսկ եթե չէին կարող ապացուցել դա։ Բայց նա նաև գիտեր, որ նրանց վկայականը, որը նրանք թողել էին անվտանգ տուփում, կապրեր ավելի երկար, քան նրանք բոլորը։ 2000 թվականներին Հայաստանը դանդաղորեն սկսեց վերականգնվել պատերազմից եւ տնտեսական ճգնաժամից։ Վանուշ Խանամիրյանի երգերը դարձան ավելի հայտնի, քան երբևէ։ Նոր սերունդը հայտնաբերեց նրանց եւ սիրեց դրանք։ Մշակույթի նախարարությունը օգտագործեց եկամուտները, ստեղծելու հիմնադրամ երիտասարդ երաժիշտների համար, եւ հարյուրավոր տաղանդավոր երեխաներ ստացան կրթություն եւ հնարավորություններ շնորհիվ Վանուշի ժառանգության։ Նրա անունը դարձավ խորհրդանիշ ոչ միայն երաժշտության, այլև արժանապատվության, դիմադրության, մարդու ոգու անկոտրում ուժի։ Բայց Գագիկ Սարգսյանը, Աշոտ Գրիգորյանը եւ Սամվել Ավագյանը չդադարեցին փորձել։ Նրանք փորձեցին գտնել ճեղքնել ճեղքեր օրենքում, փորձեցին կաշառել պաշտոնյաներին, փորձեցին ստեղծել նոր սխեմաներ, բայց ամեն անգամ նրանք հանդիպեցին պատին։ Պատի, որը կառուցել էր Վանուշ Խանամիրյանը իր վերջին ամիսներին։ 2012 թվականին Սամվել Ավագյանը մահացավ սրտի կաթվածից, 68 տարեկանում։ 2015 թվականին Աշոտ Գրիգորյանը ձերբակալվեց կաշառք ստանալու համար եւ դատապարտվեց 5 տարի բանտարկության։ Եվ 2019 թվականին Գագիկ Սարգսյանը, ով մնացել էր միակը 3-ից, նստեց հարցազրույցի մի երիտասարդ լրագրողի հետ եւ վերջապես խոստովանեց. Այո, ասաց նա եւ նրա ձայնը հոգնած էր, պարտված։ Մենք գողացել ենք Վանուշ Խանամիրյանից։ Մենք գողացել ենք նրանից միլիոններ։ Բայց գիտեք ինչ է ամենաիրոնիկը։ Այդ ամբողջ գումարը, որը մենք վաստակեցինք նրա հաշվին, անհետացավ 90-ականների քաոսում։ Մենք կորցրինք ամեն ինչ՝ բանկային փլուզումներում, գնաճում, վատ ներդրումներում։ Այնպես որ վերջում մենք ոչինչ չստացանք։ Մենք ոչնչացրինք մեծ մարդու կյանքը եւ մենք ստացանք ոչինչ դրա դիմաց։ Այդ հարցազրույցը հրապարակվեց եւ այն ստեղծեց սկանդալ։ Մարդիկ պահանջեցին արդարություն, պահանջեցին, որ Գագիկը դատապարտվի, բայց Գագիկը արդեն ծեր էր, 81 տարեկան, հիվանդ, մերժված իր սեփական ընտանիքից։ Դատախազությունը որոշեց, որ նա չափազանց ծեր է բանտ գնալու համար, եւ փոխարենը նրան դատապարտեցին տնային կալանքի։ Նա մահացավ 2 տարի անց, միայնակ, մոռացված, առանց ոչ մի մարդու, ով կլար նրա համար։ Եվ այսպես 3 մարդիկ, ովքեր փորձել էին գողանալ Վանուշ Խանամիրյանի ժառանգությունը, բոլորը ավարտեցին իրենց կյանքերը պարտված, աղքատ, անարգված։ Իսկ Վանուշի անունը շարունակեց փայլել, ավելի պայծառ, քան երբևէ։ Այսօր, երբ դուք քայլում եք Երևանի փողոցներով, դուք կարող եք լսել Վանուշ Խանամիրյանի երգերը, հնչելով տաքսիներից, սրճարաններից, բաց պատուհաններից։ Նրա ձայնը, որը ձայնագրվել է տասնյակ տարիներ առաջ, դեռ ապրում է, դեռ շոշափում է մարդկանց սրտերը։ Երևանի կենտրոնում կա փոքրիկ թանգարան, նվիրված նրա հիշատակին, որտեղ պահվում են նրա անձնական իրերը, նրա ձայնագրությունները, նրա նամակները։ Եվ ամեն տարի սեպտեմբերի 28-ին հարյուրավոր մարդիկ հավաքվում են այնտեղ, հիշելու մարդուն, ով տվեց իր ամբողջ կյանքը երաժշտությանը, բայց ով չստացավ այն հարգանքը, որը նա արժանի էր իր կյանքի ընթացքում։ Անահիտ Խանամիրյանը, Վանուշի դուստրը, ով այժմ 58 տարեկան է, աշխատում է որպես երաժշտության ուսուցչուհի։ Նա երբեք չստացավ իր հոր ժառանգությունից գումար, բայց նա ասում է, որ ստացավ ինչ-որ ավելի արժեքավոր բան։ Իմ հայրը ինձ սովորեցրեց, որ արժանապատվությունը ավելի կարևոր է, քան հարստությունը, ասում է նա։ Նա ինձ սովորեցրեց, որ երբեմն դու պետք է պայքարես, նույնիսկ երբ դու գիտես, որ կարող ես պարտվել։ Եվ նա ինձ սովորեցրեց, որ իրական հաղթանակը չէ գումարը կամ փառքը, այլ գիտակցությունը, որ դու ապրեցիր ազնվորեն։
Արամ Խանամիրյանը, Վանուշի որդին, դարձավ իրավաբան եւ նվիրեց իր կարիերան պաշտպանելու արտիստների իրավունքները։ Ես չեմ ուզում, որ այն, ինչ պատահեց իմ հորը, պատահի ուրիշ ոչ ոքի, ասում է նա։ Ես պայքարում եմ, որպիսի ստեղծագործ մարդիկ ունենան իրավունքներ, ունենան պաշտպանություն, ունենան ձայն։ Բայց մի հարց դեռ մնում է անպատասխան։ Վանուշ Խանամիրյանի կտակում նշված էր, որ նրա երաժշտական իրավունքների եկամուտները պետք է գնան երիտասարդ երաժիշտների աջակցությանը։ Եվ այդպես էլ եղավ, տասնյակ տարիներ։ Բայց 2018 թվականին, երբ հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները ստուգվեցին, հայտնաբերվեց, որ մեծ գումարներ անհետացել էին։ Ինչ որ մեկը, ինչ որտեղ, դարձյալ գողանում էր Վանուշ Խանամիրյանից, նույնիսկ 22 տարի նրա մահից հետո։ Հետաքննությունը դեռ շարունակվում է, բայց մինչ այժմ ոչ ոք չի ձերբակալվել։ Արդյոք սա նոր սերնդի գագիկների, աշոտների եւ սամվելների գործն է։ Արդյոք Վանուշի պատմությունը դատապարտված է կրկնվել սերնդից սերունդ։ Թե մի օր Հայաստանը վերջապես կսովորի պաշտպանել իր արտիստներին, իր ստեղծագործներին, իր հերոսներին։ Վանուշ Խանամիրյանի պատմությունը պատմություն է մի մարդու մասին, ով ուներ անհավատալի տաղանդ, բայց ով ապրեց դարաշրջանում, երբ տաղանդը բավարար չէր։ Դա պատմություն է դավաճանության մասին, ոչ միայն անծանոթների կողմից, այլև այն մարդկանց կողմից, ում նա համարում էր ընտանիք։ Դա պատմություն է համակարգի մասին, որը ստեղծված էր շահագործելու ստեղծագործ մարդկանց, վերցնելու նրանցից ամեն ինչ եւ թողնելու նրանց դատարկ։ Բայց դա նաեւ պատմություն է դիմադրության մասին, արժանապատվության մասին, մի մարդու մասին, ով մերժեց հանձնվել, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը դեմ էր նրան։ Վանուշ Խանամիրյանը կորցրեց իր գումարները, կորցրեց իր առողջությունը, կորցրեց իր խաղաղությունը, բայց նա երբեք չկորցրեց իր ձայնը, եւ այդ ձայնը, որը երգում է սիրո, կորստի եւ հույսի մասին։ Շարունակում է հնչել, հիշեցնելով մեզ, որ իրական արվեստը անմահ է, նույնիսկ երբ արտիստը այլևս մեզ հետ չէ։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Վանուշ Խանամիրյանին։ Եղավ նա իր դարաշրջանի եւ իր շրջապատի զոհը, թե ինքը պատասխանատու էր իր ճակատագրի համար։ Գուցե նա չարժանիր վստահել այդ մարդկանց, ովքեր դավաճանեցին նրան։ Թե նա արեց այն, ինչ ցանկացած արտիստ կաներ, հավատաց մարդկանց, ովքեր խոստացան օգնել նրան։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք ձեր քաղաքում հիշում են նրան։ Սեղմեք հավանել ճշմարտության համար եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելին այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին Հայաստանի պատմությունը։ Մենք շարունակելու ենք պատմել այն պատմությունները, որոնք ուրիշները վախենում են պատմել։